Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, այսօր հունվարի 24-ն է և ձեզ հետ նորից հանրային դատ հաղորդաշարն է։ Մեր որոշ ստեղծագործական խումբը այստեղ նստած է մեր մշտական անդամներով, պարոն Աբազյան, Անդոյ, Տհաճմարտ, Սասուն Խաչատրյան, Վայե Ղազարյան, Արգիշտ Քարամյան, Ռոզիկ և Քրիստիկ, վся семья в сборе։ Եկեք ներս հրավիրենք այսօրվա մեր հյուրերին։ Ինչու՞ չէ հրավիրեք նաև Աննա Վարդապետյանին թող գա։ Ներս հրավիրեք Երևանի քաղաքապետ ընկեր Սիսի, Նիկոլ Փաշինյան Ուրին Թայֆով, Պարլամենտական ընդդիմությանը Ուրին Թայֆով, Նոբարաշեն քերակատարողական հիմնարկի և քերակատարողական վարչության պետ Նասոյան Վահան և Աբակում Գրիգորյան, Վայե Ղազարյանը ստեղ է, Տորքանգեղ մարզամշակութային կենտրոնի ղեկավար կազմին, Մասիվի նախկին թաղապետ Արմեն Մհերյան, դատախազությունը ստեղ է, քաղաքապետարանը ստեղ է, Վայե Ղազարյանը ստեղ է, Նորագյուղցի նվերիկ, Կիրակոսյան նվեր, մի կողմ նստի, Տաշիր Սամո, Հայաստանի Հանրապետության էլեկտրոցանցերի ղեկավար կազմի հետ, Երևան քաղաքի դատախազ Մանուկյան Ռաֆայել, Մանուկյան Ռաֆայելը Նստամապոլին, Նորագյուղցի նվերիկի Փաչեքի արանքը։ Ես իմ կյանքի մեջ sense գեշմարտ չեմ տեսել, ինչ որ Նորագյուղցի նվերիկն է։ Այն որ ասում է աշխարհի ամենավերջի ագարկեն էլ ըլնեն, այն որ sense երկիր մոլորակի վրա մնացած ըլնեն ընդամենը 2 հոգի, չգիտեմ, եւ նվերիկ, ես չեմ պատկերացնում մի կին, ով կսիրարվի այս մարդու վրա, դրա համար Երևան քաղաքի դատախազ Մանուկյան Ռաֆայելի համար սա բաբելոնյան տանջանք է ըլնելու։ Հրավիրեք նաև Երևան քաղաքի դատախազի կնոջը, կինն էլ թողա նախկին դատախազ կոռուպցիոն սխեմաների մեջ թաթախված։ Էլեկտրոցանցերը ասեցինք, Դավթաշենի թաղապետ Բոզի տղուն, Տարոն Մարգարյան, ինչպես նաև վերջինիս քույր Հայկանուշ Մարգարյան, 29 ավագ դպրոցի տնօրեն, Նոր Դվին հյուրանոցային համալիր, սեփականատերեր Հայկ Սամվել Տիկո Ավո, սենց դիմում բողոք ունենք, քաղաքապետարանը ստեղ է, Առողջապահության նախարար Սևուկուլիկ Պորնիկ Բալիկ, Это Լովիկն և Լովիկն, անցի սիմպատիչնի, Աբազը ստեղ է, որ ասում է վся семья в сборе։ Միանգամից անցնեմ երկու բուն թեմաներին, անցնենք բողոքներին և անցնենք մեր այսօրվա հետաքրքիր թեմաներին։ Ուրեմն այսօր ես համացանցում տեսա Facebook-յան կեղծ օգտատեր Ռեգինա Պրազյան, այսինքն ինձ ուղարկել էի, ոչ թե տեսա, Ռեգինա Պրազյանի կողմից գրված տեքստ, որտեղ նշում էր, որ 48 դպրոցի մի խումբ աշակերտներ, երկու աշակերտ ծեծի են ենթարկել 70-ամյա ֆիզկուլտի ուսուցչին, ծխելու թեմա։ Բնականաբար ես նայելով այդ ոչ երևույթի բացական կողմ կրելը եւ այլն վերցրեցի այդ
կեղծ օկտատիրոջ անուն ազգանունը տեղադրեցի, իհարկե Ռեգինա Պրազյանը ջնջեցի, մեկ դրեցի, հետո ջնջեցի, որովհետև կեղծ օկտատերը ամենայն դեպս հույս ունենալով, որ արագ սրան տրվի արձագանք, անկախ նրանից, որ Ռեգինա Պրազյան անվան տաքսի, մեկն ասում է Ստյոպա Սաֆարյանն է, մեկն ասում է Եսիմով է, իմ հակակրանքը Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ դա նորություն չի, բայց երևույթն է, այսինքն այն բանը Տարոն Չախոյան էր, ինչ էր, դրա նման չենք էլի, որ հենց ասենք Չիբուխչյան Արմենը ֆինանսավորվում է մեղրի մասին կեղծ բաներ ա գրել։ Մարդ ասում է, որ SSS բաները չկա։ Մեղրեցիք էլ են ասում, SSS բաները չկա։ Հիմա ում կողմից է ֆինանսավորում, դա կարևոր չի, հիմա սա է։ Գրել է կեղծ օկտատեր Ռեգինա Պրազյանը, որ դպրոցում աշակերտն ինքը ուսուցիչ են ծեծել, եւ մենք տեղադրել ենք։ Բացի տեղադրելը, իմ ավականին արագ մեկնել է տվյալ դպրոց, ուրեմն ինչն է հետարքիր, որ 70-ամյա ֆիզկուլտի ուսուցիչ այո կա, դպրոցում ծխելու թեման այո եղել է, ուսուցիչը նկատողությունը արել է տղաներին, լեզվակռիվ իրանց ասելով եղել է, բայց ծեծ չի եղել։ Հիմա ես չգիտեմ, կամ Ռեգինա Պրազյանն է այդ կեղծօկտատերն է չափազանցրել, կամ դպրոցը որոշել է պարզ խոսի, ուղղակի ծեծի մասը հանի, դրանով իսկ փրկելով իր անչափահաս աշակերտներին։ Նո ես հուսամ, որ ներքին գործերի նախարարության մեր անչափահասների բաժնի աշխատակիցները վաղը կփորձեն բանը պարզել։ Եղել է ծես կրտուկ կամ արդյոք երկու աշակերտ թույլ են տվել ձեռքերին ազատություն 70-ամյա ուսուցչի նկատմամբ, թե ոչ, դա արդեն ոստիկանության խնդիրն է։ Դպրոցի տնօրենը փեշերը բան փռեց վրեն, հիմա եղել է թե չի եղել, դա արդեն թող որոշի բանը ոստիկանությունը։ Իսկ եթե մի մարդ արձագանքում ահազանգում է մի թեմայի մասին, որը որ իմ կողմից անընդունելի է, դա անկախ նրանից դա կլինի Ստյոպա Սաֆարյանն է գրել դրե թե ով, ես դա հրապարակում եմ իմ մոտ։ Եվ շատ լավ է, որ դες միանգամից ռեզոնանս ստացավ, նաև ուզում եմ դիմեմ մեր աշակերտներին դպրոցական, որ սիրելի աշակերտներ, նամանավանդ են ավակ դպրոց են ասում, իշ գրող ու սև ցավ են ասում, որովհետև ես կատեգորիկ դեմ եմ այդ 12-ամյա կրթություն, դպրոց կտրտելուն, այդ բոլորը պիտի միանա դառնա մեկ ընդհանուր դպրոց, նորից սովետական միության նման, 10-ամյա կրթության, վերջ, միջնակարգ։ Այս բանը բոզի տղությունը, որ մտցրել են, ես դրան կատեգորիկ դեմ եմ։ Ես ուզում եմ մեր աշակերտներին դիմեմ, այս պահը օգտագործելով, որ անցնեմ առաջ։ Սիրելի դպրոցականներ, երբեք ու երբեք մի փորձեք լեզվի կամ ձեռքի ազատություն տալ ձեզանից տարիքով մեծ անձանց հետ կապված։ Առավել ևս, երբ որ ձեր առջև կանգնած է ձեր ուսուցիչը։ Նշանակություն չունի դա 70-ամյա ուսուցիչ է, 45-ամյա, չգիտեմ, 60 տարեկան, 70 թե եւ այլն, ուսուցիչը մնում է ուսուցիչ։ Մենք որ փոքր էինք, մենք վիճում էինք ուսուցիչը տուալետ գնում է թե չէ։ Ուսուցիչը ձեր երկրորդ ծնող պետք է ընդունվի, որովհետև այդ մարդը փորձում է ձեր մեջ կերտել մարդ։ Ուսուցիչը փորձում է ձեզ դնել կյանքի ճիշտ ճանապարհի վրա։ Ես հասկանում եմ, որ դեռահաս տարիքում մենք բոլորս էմոցիոնալ ենք, լավ տղա ենք եւ այլն, չենք հանդուրժում ցանկացած նկատողություն, բայց ես ուղղակի խնդրում եւ պահանջում եմ այն աշակերտներից, ովքեր որ հանդիսանում են, չգիտեմ, ինձ հավանում եք, համակրում եք, ընդունում եք Վարդան Ղուկասյանին եւ այլն, դուք եք մեր ապագան։ Եվ ոչ մի պարագայում պատասխանել, ծաղրել, ձեռք բարձրացնել առավել եւս ուսուցչի նկատմամբ, դա անընդունելի է։ Ուղղակի անընդունելի է, ինչքան էլ ուսուցիչը վատը լինի, ուսուցիչը ձեր վատը չի ցանկանա։ Հիշեք սա մեկը միշտ, հարգելի աշակերտներ։ Եվ այդ նույն ուսուցիչը, որը ձեզ ասում է ծխել, չի կարելի լինելով ֆիզկուլտի ուսուցիչ, ինքը շատ ճիշտ ասում։
Դուք ծխելով ձեզ եք վնաս տալի։ Դուք ծխելով ձեր առողջությունն եք քայքայում, որ ինչ որ մի տարիքում ձեզ կասի բարև ձեզ։ Եվ գումարած դրան հարստացնում եք Grand Tobacco-ի նման կամպանիաներին։ Ծխելը շատ վատ բան է, ես երբեք չեմ ծխել։ Երբեք, եւ չեմ ընդունել։ Խնդրում եմ, սա իմ ամենաերիտասարդ, ամենասիրված, չգիտեմ, մեկը գրում է Վարդան Ձաձա, մեկը գրում է պարոն Ղուկասյան եւ այլն, սերի աշակերտ, դուք խոմ ինձ հավատում եք, ես ձեր վատը չեմ ուզում։ Ծխելու, խմելու մեջ ոչ մի լավ բան չկա։ Գնացեք սպորտով զբաղվեք, մշակույթով, արվեստով, մարդ դառեք։ Իսկ ինչ վերաբերում է ուսուցչի նկատմամբ ձեռք բարձրացնել կամ հակաճառել, առավել եւս անընդունելի է։ Անընդունելի է։ Դուք դրանով ձեր դասարանցիների մոտ հեղինակություն ձեռք չեք բերում։ Ես հուսամ, որ ինձ լսող դեռահասները, պատանիները եւ այլն այս ականջին անպայման կանեն օղ։ Ես հասկանում եմ, որ այսօր դպրոցը վերածվել է բիզնես կենտրոնի։ Ես հասկանում եմ, որ դպրոցներում մեծամասամբ բարդակ է, բայց փորձեք հարգել դիմացինին։ Հարգեք տարիք, դուք եք այդ տարիք գալու հասնելու, այնպես չի դուք չեք հասնելու։ Իհարկե նայած այս երկրի բոզի տղա ղեկավարությունը ուր կտանի։ Հարգեք տարիք, որովհետև վաղը մյուսօր, եթե դուք այդ ձև եք վերաբերվում ձեզնից տարիքով մեծերին, դուք էլ եք մեծանալու, այն ձեզնից եկող սերունդը նույն ձև վերաբերվելու է ձեզ։ Օրինակ, բացեմ մի շատ հետաքրքիր գաղտնիք։ Գայլ կենդանին ամենահետաքրքիր կենդանին է, որովհետև ինքը իր ծնողներին խնամում է։ Եվ որ գայլի ծնողները, այսինքն, մեծանում են եւ այլևս ի վիճակի չեն որսի գնալու, գայլը որս անում, բերում դնում է իր ծնողի դեմը։ Այսինքն, կենդանին անգամ գիտի ինչա նշանակում տարիքով մեծ եւ ինչա նշանակում ծնող։ Սրա մեղավորությունը նաեւ դպրոցինն է, դպրոցի տնօրինության մեղավորությունն է ստեղ, որ աշակերտները այս տիպի են լեզվակռվի մեջ մտնում ուսուցչի հետ, որովհետև չկա նորմալ դասղեկ, չկա նորմալ ուսմասվար, չկա նորմալ տնօրեն։ Այս է նաև պատճառը։ Քանի որ գնաց խոսք դպրոցից։ Դպրոցում հիմա մենակ բիզնես է, դրամահավաք, վերջ։ Մարտի 8, ապրիլի 7, ես իմիշ գրողու սև ցավ, սեպտեմբերի ես իմ ինչ, կարնեզի փող, զանավեսկի փող, այս է դարը դպրոցը։ Նիկեսոչ կանադառնակ դպրոցներին, как раз առաջի բողոք հենց վերաբերվում է դպրոցին։ Հա, այն բանին էլ զանգի թողա, մանախին կան չի թողա։ Security purposes, your call. Ես խթի պարտած։ Երեխուն տանում ես դպրոց ու սկսվում է։ Փող, սաղ փող։ Բայց եթե ամեն ինչ հիմնված է բան փողի վրա, բայց դա բնականաբար այսպեսի դասիրակություն է մենք դիտենանք։ Ալո, բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Անի։ Այո, պարոն Ղուկասյան, ես եմ, Անի Հակոբյան։ Ես կակրաս հիմա մենք եթերով խոսում ենք դպրոցից եւ ես ֆիքսել էի ձեր համար, այսինքն ինձ փոխանցել էին, որ դուք ունեք ահազանգ դպրոցից։ Լսում եմ ձեզ։ Նախ շնորհակալ եմ այդպես շուտ արձագանքելու համար, պարոն Ղուկասյան, ասեմ ձեր մոլի երկրպագուն եմ, ես նոր նայում էի, լսում էի ձեզ։ Պարոն Ղուկասյան, լսվում է ձեզ։ Իհարկե, խոսեք։ Հա, պարոն Ղուկասյան, պատմությունը 2 տարի է արդեն, ավարտ չունի, արդեն հասել ենք եսին որտեղ, խոսքը 100 դպրոցի մասին է, բազմիցս դրամահավաքներ ա եղել, ես վերջապես այդ դրամահավաքներից 19-րդը ձայնագրել եմ ծնող կոմիտեի կողմից, որ ինձնից գումար ա վերցնում, ձայնագրել եմ հեռախոսով, ու ինձ դասվարացուցակ է ուղարկել, որ Անի ջան քեզ խաբում են, գումարը հավաքվում է քիչ հա, հավաքվում է մեծ գումարներով, 1000-ի տեղ 3000 կամ 600-ի տեղ 1200,
Հիմա ինձ տնօրենը Անուշ Աբելյանը դպրոցը Մարգարյան փողոցի ֆիզիկայի խաչմերուկում ա գտնվում։ Ներողություն, տնօրենը ով է։ Անուշ Աբելյան։ Անուշ Աբելյան։ Իսկ դպրոցը որտեղ է գտնվում, ֆիզիկայի խաչմերուկ։ Ֆիզիկայի խաչմերուկում, հա, Մարգարյան փողոցի վրա Հանրապետականի այգու դիմացը։ Պարոն Ղուկասյան, ես լեզվի մասնագետ եմ, պապաս մաթեմատիկա, մենք միասին ենք էլի ապրում։ Նախկին Քասախի տնօրենն է։ Ինձ եւ պապայից կանչեց Անուշ Աբելյանը կաբինետ, ու մեզ ասաց, որ սա վերջին նախազգուշացումն է ձեզ, որ դուք գտնվում եք Ֆուջիկի փողոցի վրա, ստեղ բողականներով լեցուն փողոց է, դուք հիշեք, որ նենց աղեք, որ տուն հասնեք։ Դրանից հետո ես ոչ միտեղ չեմ գնացել, մնացել եմ դպրոցում, անցել է մի շաբաթ, մեզ կանչեց հայրո աղջիկ գնացինք, ասեց շատ կարևոր լուր ունեմ ձեզ հայտնելու։ Նախ մեզ զանգում են, ինձ զանգում են, կանչում են պատվալները, նկուղները, ինչ-որ տղամարդակին, ամեն ձեզ հետ խոսելու, իմ մեքենայի հետևից հետապնդում են գալիս են, հասել են մինչև իմ տան տեսախցիկները սեփական տուն եմ ապրում։ Կողքի հարևանս նոր է Լոս Անջելեսից եկել, նույնիսկ անունս չգիտի պապային, ասեցիկին կանգնեք, ձեզ երկու կին էին եկել գիշերը հարցնում էին, տեսախցիկները ֆիքսել էր, որ ձեր կյանքին վտանգ է սպառնում, դուք գնացեք, քանի շուտ է 100 դպրոցից։ Գնացինք մտանք կաբինետ, ասեցինք, որ ձեզ հետ խոսելու ոչինչ չունենք, ասեց շատ կարևոր բան է։ Գնացինք մտանք Աբելյանի կաբինետ, հեռախոսազրույց ունեցավ ինչ-որ մեկի հետ, ու ներս մտավ մի տղամարդ 3 կանայք հետը։ Տղամարդը ներառական երեխայի ծնող է, որի աղջիկը իմ տղայի համադասարանցին է, նաև ինքը մեծ բարձր դասարաններում ունի ներառական հոգեկան խնդիր ունեցող տղա։ Ասեց տղամարդն ասեց Անի դու չեկար, մենք եկանք քեզ բռնեցինք։ Ուրեմն ինչ որ անում են, ինչ որ վատություն է քեզ տրամադրել եմ անելու, ստեղ մի վախեցի, դրսում կստանաս դա։ Ուսուցչուհի Վարսենիկը Մեղրիից նոր ա վերադա եկել, 2 ամիս է որ աշխատում է։ Վարսենիկը 3 ծնող կոմիտեի սկեսուրը, ամուսինը, օգնականներով հարձակվեցին վրա, բացի ինձնից պարոն Ղուկասյան հողին հավասարեցրեցին այդ տնօրենի կաբինետը։ Միայն ինքը գոռում էր մամաջան օգնեք։ Ծեծի ենթարկեցի, մի խոսքով։ Ես նախորոք գիտեի, որ իմ մեքենային հետապնդում են, Մաշտոցի բաժնից ոստիկան էի բերել ինձ հետ։ Անժելա Մուրադյանին իր ներկայությամբ ջարդուկ սուր արեց տղամարդը հողին հավասարացրեց, բացի ինձնից ամեն ինչը ջարդեց, ինձնից ու պապային։ Մի րոպե, հազար անգամ, այդ տղամարդը, որ կա տնօրենի կաբինետը ջարդել է ձեր հողին, դա ինքը արել է տնօրենի դեմ, թե ձեր դեմ արել, ես դա չհասկացա։ Տնօրենի դեմ, իմ դեմ, ոստիկան Անժելա Մուրադյանի եւ չեղած անձնակազմի դեմ։ Դա երբ ա եղել այդ կոնֆլիկտը։ Այդ եղել է 2-3 ամիս առաջ ու շարունակական ինձ վերջերս նորից գրել է, որ քեզ կխոսեմ։ Իսկ ոչ մի քրեական գործ չի հարուցվել այդ կոնֆլիկտով։ Մենք դիմում ենք Մաշտոցի ոստիկանություն, պարոն Ղուկասյան, գնում են ընդեղ, ինձ ասում են Անի ջան, դե երբ որ $100 շատ կլինի փողը, 1000 դրամ ինչ ա որ 1000, ինչ որ բաներ են անում, պարոն Ղուկասյան։ Հա, բա կաբինետ ջարդելը, սպառնալը։ Ոչ մի բան չտղամարդուն մեր հետ, տնօրենի հետ տարան Մաշտոցի բաժին։ Այնտեղ գոռում էր, ասում էր, ես դրա հետ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, ես մեկը քո հետ լինելու եմ, ասում էր։ Ես էլ ասեցի, դա ձեր պրոֆիլը չի, որտեղ ձեզնից ներառական է լինում, խորս էլ ասեց, դե լավ, բիզեն էլ պապան Լավ, հիմա ձեր երեխան շարունակում է այցելել 100 միջնակարգ դպրոց։ Երեխան շարունակում է բոյկոտներով, կանգնում են գնդակ չեն տալիս, խփել են աչքը կապտացրել են, ես մինչև գնացի բերեցի աչքը կապտուկների մեջ էր, տնօրենն ասել է մամային կացեց, ընկել եմ աչքս կպել է աթոռին, հետո մի քանի օր առաջ ինձ կոնկրետ ծնող կոմիտեի ամուսինը Էրնեստը գրել է, որ դու հələ խաբար չունես, ու ենք տանելու քեզ անենք։ Դու մենակ սպասիր ես որտեղ ես հասնելու։ Այսպես հետապնդումների մեջ եմ։ Ես հիմա տեսնում եմ Անուշ Աբելյանի լուսանկարը, sense երկար մազերով կին է, շուտ sense սիրուն դեմքով աղջիկ է, բայց ես դեմքի տակ թաքնված է, հա, այսինքն Սամոզլո։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս տնօրենը, որ sense դոշերը բաց նստած է դպրոցում շուշաբանդով, կրծքավանդակը sense էլ նկարվել է, ուզում է դառնա ռուզիկ։
Ռուզիկի նման ծաղիկը համապատասխանեցել է շորի հետ, հեսաղ, ես ինչ նկարնի եկալը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ Սիրիկայի մեկնամ։ Իսկ դուք կրթության գիտության նախարարություն բողոքել եք։ Ամեն տեղ բողոքել եմ, պարոն Ղուկասյան, բայց ոչ մի այս բանդայի առաջ ոչ մեկ չի կարում։ Եվ մեկ էլ խնդրում եմ, էլի ձեզ մի բան զգուշացնել, լսվում է, չէ՞, դες։ Հա, լսվում է, դա շատ լավ է լսվում։ Հա, ուրեմն տղաս, չնայած դուք շախմատ չեք սիրում, տղաս լավ շախմատիստ է, 9 տարեկան է։ Փորձեց ինձ ու հորս միանտաբար մարդկայնորեն, ասեց որտեղ է ձեր տղան սովորում, ասեցինք Աջափնյակի շախմատի դպրոցում։ Դուք մի ասեք շախմատի դպրոցի տնօրենը եւ կինը, մեթոդիստը կինը, ամուսինը, Մինասյաններ։ Ուրեմն ես կբարեխոսեմ, որ իմ ընկերուհին է, որ գնաք այնտեղ դուք խնդիր չեք ունենա, մանավանդ Աբրահամը, որ լավ շախմատ է պարապում։ Պարոն Ղուկասյան, վաղը չեմ մյուս օրը մենք շախմատի ենք գնացինք, տիկինը դուռը փակեց մեր վրա, ասեց որ փականին չթողեք այս կինը մոտիկ գա։ Տեղյակ է պահել, որ այս կինը դրամահավաք չի սիրում, զգուշ եղեք չթողեք ձեր դպրոցի կողքերը։ Մեզ հիմա հա, ուրեմն ես լուսանկարը տեղադրեցի իմ Telegram կանալ, այս չկայացած Ռուզիկի։ Մենք մոտակա հաղորդման ժամանակ Երևանն է խոսում, անպայման կփորձենք կապնվենք եւ կրթության գիտության նախարարության հետ եւ ձեր դպրոցի տնօրենի հետ հասկանալու իսկ այդ ձայնագրությունը, որը որ դուք ունեք, այդ ձայնագրությունը պահեք, որ դուք ներկայացնեք կամ կարող եք ուղարկել մեզ, մենք դնենք Telegram կանալ, որտեղ հնչի հրապարակայնորեն։ Հա, դուք ուղարկեք մեզ եւ ես ոնց նայում եմ մեր ավականին անպայման կայցելի եւ ձեր դպրոց եւ այդ թվում նաեւ կրթության գիտության նախարարություն մենք անպայման կհազանգենք էտաժաննայ։ Եղավ, շնորհակալություն ձեզ, ես հասկացա, Անուշ Աբելյան։ Շատ եմ խնդրում մի բան էլ ձեզ ասեմ, եթե կարելի է, հա։ Ասեք։ Ուրեմն շախմատի դպրոցի մեթոդիստն ու տնօրենը Աջափնյակի, տեսեք ինչի են վախենում, այն ֆիլմից որ ասում ախ ինչ եք, դուք ամեն անգամ ինձնից վախենում։ Ամեն ամիս մենք 2000 դրամ վճարում ենք, երեխան շախմատի մրցումների է մասնակցում։ Թուղթը պատին կպցված է, ես տեսել եմ, որ դրա տակը հաշվի համար չկա։ 2000 դրամ վճարում եմ Մաքսուհուն, Մաքսուհին ասում է, Աննան ասում է կբերեք գումարները ինձ կտակ։ Հետո լինում է ձեռքի միջամտություն, դնում է իր ուզած մարդուն, կամ հաղթում է երեխան կամ չէ, մի խոսքով քննիչներն եկան, տեղում բռնեցին կնոջը շախմատին, որ առանց կտրոնի որևիցե մի բանի մենք վճարումներ ենք անում։ Հիմա ինքը երևի ստորագրման տակա քննիչական տարան, այսպես դեռ շարունակական կինը խոչընդոտում է, չի թողում գնանք շախմատի, գոռում է, ինձ ասում է դրամահավաք։ Մենք անդրադառնանք։ Ես հուսով եմ դե Մաշտոցի բաժին Լավ, Վայ Ղազարյանը լսեց, Մաշտոցի թաղապետը ձեզ լսում է, քաղաքապետարանի կրթության գիտության այդ բոլոր այդ բաժինները լսում են, ուրեմն մենք կփորձենք անդրադառնալ, այսօր դպրոցների թեման է կստացի, մենակ դուք չեք։ Բարի, եղավ, շնորհակալություն ձեզ, մենք կզրուցենք հետո, անպայման։ Հաջողություն ձեզ։ Մի րոպե սանջատեք, ուրեմն։ Հա։ Դպրոցների պատկերը եւ սա միակ դեպքը չի, սա ոչ եզակի դեպք է, ոչ էս համատարած դրամահավաքը, համատարած տնօրենների բոզիտղությունները, ուսմասարների եւ այլն։ Մենք այսօր կանդրադառնանք հեսա էլի դպրոցի։ Ինչ վերաբերվում է թիվ 100 միջնակարգ դպրոցին, մենք Երևանն է խոսում ծրագրով մոտակա այս շաբաթը մեր Երևակայի կանդրադառնանք, իսկ ավականուն խնդրեմ զբաղվի դրանով։ Քանի որ գնաց խոսք ավականոց, միանգամից հայտարարեմ, որ ուրեմն ավականու անդամներ Վահան Ավակյանը, Վահե Եսայանը, Անուշ Խուդավերձյանը, այսինքն բոլոր ավականու անդամները, ովքեր որ առաջնություն ունեին հանրային ձայն կուսակցությանը, նրանք բոլորը դուրս են եկել հանրային ձայն կուսակցությունից։ Եվ եթե կա հանրային ձայնից կուսակցությունից մեկ մանդատ, այդ մեկ մանդատը գտնվում է Բերդում։ Սա այսպես։ Այդ թվում նաև մյուս հիմնադիր անդամները Ատոմ Ղարիբյան եւ Սենիկ Մուրադյան, եւս դուրս են եկել հանրային ձայն կուսակցությունից։
Անցնենք առաջ, մյուս բողոքը։ Այսօր մի տեսակ առողջապահության նախարար Սևոկուլիկ։ Մի րոպե։ Մենք բարձրաձայնում ենք խնդիրներ, որը որ հուզում բոլորին։ Անցի մանախ, անցի նստի։ Մանախն էլ եկավ։ Անցի։ Ուլիխանյանը, այդ Ուլիխանյանը եւս այսպես ասած սատարում է Վարդան Ղուկասյանին։ Ալո, բարև ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին, ձեր համարը փոխանցել են մեզ, դուք խնդիր ունեք կապված ձեր որդու վիրահատման հետ, այսինքն առողջապահության նախարարության հետ, ճիշտ է։ Այո։ Ես խնդրում եմ ներկայացրեք ձեր բողոքը մաքսիմալ կարճ եւ համառոտակի։ Լավ։ Ուրեմն մենք իմ որդին, որը 8 տարեկան է, դեկտեմբերի 25-ին Բաքվում խաղալիս ընկավ եւ թևը կոտրեց։ Ահա։ Ուրեմն նախադաստակի ոսկորներին դեռ ճաճանչ ոսկրի եւ տղիկ ոսկրի թափ կոտրված կա տեղաշարժով։ Մի խոսքով շտապ օգնությամբ մենք տեղափոխեցինք Սերեթելու հիվանդանոց։ Նույն երեկոյան գիշերը 12-ին երեխային վիրահատեցին, քննածելով բնականաբար հարցը լուծվեց։ Մեկ օր, երկու օր հետո մենք դուրս գրվեցինք։ Բժիշկ մեզ ասաց, որ շուղ են տեղադրել իհարկե այնտեղ։ Հա։ Ասեց, որտիսի հետագա անելիքները լինեն անվճար, Այո։ դուք պետք է դիմեք ձեր տեղամասային Պոլիկլինիկա։ Հետո։ Այո։ Մենք դիմեցինք մեր տեղամասային պոլիկլինիկա, то есть հանրապետականի պոլիկլինիկան։ Մենք Աջափնյակի բնակիչ ենք։ Այո։ Ինչևից է, ամեն ինչ արվեց, իրակապվում է, որովհետև այդ շուղի շուրջը շաբաթը 1-2 անգամ պետք է մշակվեր։ Հետո։ Ամեն ինչ նորմալ, վերջին րոպեներին բժիշկը մեզ կանչեց, որ շուղը արդեն նկարեցինք, ռենտգենով մի ոսկորը կպել է, մյուսը դեռ ոչ։ Հետո։ Այսինքն ասեց ամեն դեպքում ոսկորի այդ շուղը պիտի հեռացվի անհապաղ, որովհետև դա երկար չի կարելի մնա, կվնասի երեխային։ Հետո։ Նորից գիպսի մեջ դրվի, որպեսզի հաջորդ ոսկորը կպի։ Այդքան մանրամասն չի տակրում, հիմա դուք անցեք բուն թեմային, շուղը հեռացրին թե ոչ։ Ոչ, Ինչու։ Արտադրական նորմատիվները թույլ չեն տալիս, որպեսզի առանց քնեցնելու շուղը քաշենք անենք, ինքը 8 տարեկան է, չի դիմանա ցավին։ Իսկ ինչի չեն քնեցնում։ Որովհետև նախարարությունը թույլ չի տալի, ասում է առանց քնացնելու հանեք։ Այդ ոնց։ Չի ֆինանսավորում նախարարությունը։ Մի րոպե, լավ, մի րոպե։ Ես հենց հասկացա, փաստորեն ձեր 8 տարեկան երեխայի թևից պիտի հանեն շուղը, հետ վիրահատական շուղը, որը դրել էին վիրահատման ժամանակ։ Հիմա շուղը չեն հանում, այսինքն ձեզ առաջարկվել է, ես ոնց հասկանում եմ, երկու տարբերակ։ Կամ երեխայի մեջից շուղը հանում են նարկոզով, որը ոնց հասկացա վճարովի է, կամ երեխա 130,000 կամ ձեր 8 տարեկան երեխան ենթարկվելու է անմարդկային տանջանքների, եթե դուք չվճարեք 130,000 դրամը, շուղը հանելու են առանց նարկոզ, որը կարա առաջացնի։ Ահա։ Նու բնականաբար, որովհետև առանց նարկոզ հանելու դեպքում կարող է երեխայի մոտ առաջանա տրավմատիկ շոկ, ու այդ երեխուն չափեն, ես չգիտեմ։ Այսինքն հիմա ես ուզում եմ հասկանամ, որ հիվանդանոցի մասին է գնում խոսքը, հանրապետական նորից։ Կոնկրետ այս դեպքում հանրապետականի բժիշկն է ինձ ասել, որ նախարարությունը թույլ չի տալի։ Իսկ 8 տարեկան երեխան չպիտի սպասարկվի անվճար։ Դե իրանց ասելով ասում է դնելը դրվում է, հակառակը ասեն հանելը անվճար չի, մինչև այժմ եղել է անվճար։ Այո։ Հիմա այդ հարցը քննարկման մեջ է։ Այո։ Դեռ քննարկում են ոնց պիտի արվի, մենք էլ պիտի սպասենք երեխային վտանգի ենթարկելով, տեսնենք իրանք ուր են հասնում, տեսնենք որ կողմա դեպի հարցը լուծվում։ Այստեղ իրավիճակը։
Հիմա այսպիսի բան չի, աշխատանքային ժամ չի, որպեսզի մենք զանգենք հանրապետական հիվանդանոց գլխավոր բժշկին եւ հասկանանք հիմա այդ 130,000 դրամի հետ կապված ինչ պիտի արվի, կամ դուք վճարում եք, կամ երեխու մեջի շուղը չեն հանում։ Ես ճիշտ հասկացա։ Այո, տես հասկացում։ Ուրեմն ես հիմա դիմում եմ եթերով հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժշկին եւ սեփականատերերին։ Սեփականատերերից մեկը Ջանգիրյան Գագոնն է։ Լավ, ես ես հասկացա, մնացածը եթերով կասեմ ձեզ։ Հաջողություն Տիկին ջան։ Շատ Ես գիտեմ, սենց թեմա մի անգամ էլ ա եղել։ Մի տարի առաջ, 2 տարի առաջ նորից հրաժարվել էին երեխային այնտեղ ասել էին բան նարկոզը վճարովի է, երեխայի ծնողը չէր համաձայնվի, ոչ թե չէր համաձայնվի, գումար չուներ։ Հիմա այս մարդիկ 130,000 դրամ գումար չունեն, որպեսզի վճարեն նարկոզի համար։ Ես հիմա շատ կոռեկտ կերպով դիմում եմ հանրապետական հիվանդանոցի սեփականատերերին, այդ թվում նաև գլխավոր բժշկին։ Մեզ համար խնդիր չի, օրինակ մեկ ինձ համար խնդիր չի այս 130,000 դրամի հարցը լուծելը։ Գումարը տան, մեր ժողովուրդը տան, այս կնիկը բերի վճարի ձեզ, որ դուք երեխային տակ նարկոզ եւ առանց տանջելու երեխայի միջից շուղը հանեք։ Բայց ստեղ արդեն գնում է մի տեսակ պրինցիպիալ հարց։ Ինչի պիտի 8 տարեկան երեխան վճարի։ Մինչև 18 տարեկան չէ որ անվճար է օրենքով։ Հիմա առողջապահության նախարարությունն ասում է չէ, սենց պիտի լինի։ Հիմա հանրապետական հիվանդանոցի ադմինիստրացիա, մենք փորձենք, ես ոնց հասկանում եմ, վաղը մենք երևի կանենք, Երևանն է խոսում։ Ձեր այդ վաղը կապնվել, իսկ ցանկալի է որ մինչև կապնվելը դուք կապնվեք այս հիվանդի հետ, այս ծնողի հետ եւ երեխային անվճար նարկոզ տալով շուղը մեջից հանեք։ Սա իմ պահանջն է, որպես Վարդան Ղուկասյան։ Եվ պահանջ եւ խնդրանք, ես խնդրանք բառից ված չեմ զգում, բայց այս հարցը պիտի լուծվի։ Լուծվի մաքսիմալ շտապ։ Մենք վաղը Երևակայի կանենք, Երևանն է խոսում։ Ես չգիտեմ ինչ ասեմ արդեն։ Այս տիպի բան, իհարկե ամեն մի ծնող խոմ չի կարողանում հասնի Վարդան Ղուկասյան, Մոսկվա, Կրեմլ, Տավարիշով Ստալինու, որ կարողանա հարցին լուծում տալ։ Ու այսպիսի դեպքեր շատ են։ Այսպիսի դեպքերը, այն որ ասում ահագնացող արագությամբ աճում են։ Այսինքն ինչ է նշանակում 8 տարեկան երեխան պիտի բանը վճարի։ Չէ, ուրեմն ինկվիզիցիա։ Սենց դեպքեր է եղել։ Անցնենք առաջ։ Մյուս բողոքը։ Քանի որ մի րոպե։ Մյուսը բողոքում են Աշտանա քաղաքի Արագածոտնի մարզ, ոնց հասկանում եմ, Օշական գյուղի ժողովուրդը, Սամվել Կարապետյան։ Ինչից են բողոքում ամեն երեկո ստաբիլ կերպով անջատվում է Օշական գյուղի լուսերը։ Ամեն Աստծու օր։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, ձեր մոտ ամեն Աստծու օր Օշական գյուղում կաբելա վնասվում կամ լարա պրտվում իչալ։ Ասում է, պարոն, էլ ասում է, էլ անհնար է։ Ամեն իրիգուն, ես չգիտեմ, ասենք ուսես մի քանի հոգի բողոքում է, որ մեր գյուղում Օշական, այն որտեղ որ թաղված է Մեսրոպ Մաշտոցը։ Հիմա ես այս Օշական գյուղի սաղ ժողովրդին Մեսրոպ Մաշտոցի այն երջանկահիշատակ բանը ձեռը, մածանը ձեռը, ղրգում եմ տվյալ տարածաշրջանի էլեկտրոցանցի պետի տուն, որ կնգտոցով, աղպրտիկով, քրերով, երեխեքով, սաղին այս Օշականցիք սկսեն հատ ծսցնեն, բանը, կաչ, ինչ էր այդ մարդու անունը, Մարտեն Յորգանց, լավ երկիչ էր, երեխա ժամանակ համերգին եղել եմ, մի հատ է լավ երգ ուներ, այ բենգիմ դա էջ զա, այ բենգիմ դա էջ զա, երգի հնչումների տակ, սաղ Օշականի ժողովուրդը,
Ծածկնեն Արագածոտնի էլեկտրոցանցի պետին այդ ամեն իրիգուն ես լուսեի տակից, եթե մի անգամ են օշականցիկ ինձ գրե, որ իրանց մոտ սիստեմատիկաբար անջատվում է Սամվել Կարապետյան, ես իրանց գրգելու եմ ձեր տուն, օշականցիկ պոպոկ կերած, անսպար էրեկցիայով օշտված, անսահմանափակ օրգազմի դեր հեղինակ մարդիկ են, գրգելու եմ ձեր տուն, այդ այբ հենգիմ, թա էջցա, այդ տարերի տակ, ամեն ասու օշ, օշականը լուստ անջատում ախի, եթե կառավարության նիստի ժամանակա հոսանք, եթե մու Նիկոլ Բոզի տղեն էլեկտրոցանցի պետին չի ծծծնում, այսինքն այնտեղ աղջկան էին ուզում ծծծնեին, չծծծնեց, բար մնաց թե այդ հոսանքով ես չմո Բոզի տղեն։ Որ հետո մենք յարիցը չնեղանանք, Սամվել Կարապետյան։ Օշականի էլեկտրոցանցի պետին տրուսիկը դնում ես բենի մեջ ու ճամփում ես տուն։ Ինչ տրուսիկ ես հակնում, Սամո։ Լուի Վիտոն։ Այդ Լուի Վիտոն տրուսիկը դնում ես բենի մեջ ու ճամփում ես տուն։ Այսօր առանց տրուսիկ գնա տուն։ Ես Վայ Ղազարյան, երեք ինձ ուղարկում են մի հատ տեսանյութ, մի հատ տղամարդ, ոնց հասկացա ոստիկանության աշխատակից, յա երեխու հետ միասին, ինձ թվաց թե բանում են, Ռուսաստանում են, Մոսկվա, Սիբիր, ծների մեջ կայնած, հետո պարզվեց Հրազդաննա, դիմում է Վարդան Ղուկասյանին, ասելով, որ Հրազդան ջեկի ոստիկանները իրենց արտաժամյա աշխատավարձի դիմաց չեն վճարում, այսինքն ՊՊԳՎ-ն։ Ես դիմում եմ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին։ Ուրեմն ՊՊԳՎ-ն ոստիկանության միշտ եղել է կոռուպցիայի մայրը ոստիկանության մեջ։ Սկսած հլը Վովա Գասպարյանի ժամանակ։ Հիշում ենք, էտա Վովայ ուներ մի հատ աղջիկ Անգելինա Գասպարյան, կամ ոսոր ես եմ ասում, Անգելինա Ջաքսոն։ Էտա մեր Անգելինան երգ էր երգում, դու ոստիկան, հերը ինչ դարավ, ինք հետ երգը երգում էր։ Հերը բանակում էր երգում էր բանակի մասին, հերը մլիցա էր երգում էր մլիցեքի մասին։ Երգիչներին էր շարել էր կողը, Սևանա թերակղզի էր, երգում էին ընդեղ, սկուտերներով, վրեն ոստիկանություն գրած եւ այլն։ Այդ կլիպի ամբողջ ծախսը ՊՊԳՎ այն ժամանակ մկրտում են Ռոմիկ, խեղճ Ռոմիկ։ Հիմա ու միշտ է այդ կոռուպցիան եղել տվյալ հիմնարկում։ Ամենաշատ աշխատողներն ունի բան ՊՊԳՎ-ն, ամենաշատ բան որ դասակարգը ոստիկանության մեջ ՊՊԳՎ-ն է, եւ այս մարդկանց արտաժամյա աշխատանքները չեն տեղ։ Մարդը հաղորդում է տալի, որ 2022 թվականի սեպտեմբերից մինչև օրս իրենց բոլոր արտաժամյա այդ աշխատանքները չի վճարվում։ Լափում են։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, դատախազությունը քրական գործ հարուցելու է թե որ, դատախազու կամ հակակոռուպցիոն կոմիտե, սասում ես այսօր քեզ ծծնելու եմ ոնց որ, հակակոռուպցիոն կոմիտեն գնալու է սրա հետևից, մարդը կանգնած ձուն ծմեռնոցով, ոչ հոգեկան հիվանդա, ոչ պսիխա, բանա տալի, հաղորդումա տալի, բան այդ ազգային ժողովի պատգամավորնի նստած են, օպոզիցիայա կոչվում, բա հել գնաց է, կլիմա տեսեք, այս ինչ կոռուպցիոն սխեմայա գործում ՊՊԳՎ-ում։ Վարդան Ղուկասյանը բանը ոտը դրեց Երևանի քաղաքապետարան, գնաց կայնավ Բյուզանդի 1.3 շենքի վրա, որը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, գնացին մտան մեր ավականները, Ֆրանսին նայեցին, չէ՞ որ եկա քառակուսի մետրանոց սենյակները 50,000-ով, 60,000-ով, 40,000-ով, вообще անվճար, վարձակալության են տված ում Հանրապետական կուսակցությանը, միած չգիտեմ գրող ու սերցավի, հրապարակ թերթին, հրապարակ թերթն է եկալ է վարձավատալը մեկ ուրիշի, կոռուպցիան կտավ, չէ՞։ Գնաց Վարդան Ղուկասյանի ավականին կանգնավ քթավ, դրինք տեքստը կազմինք, Աննա Վարդապետյան, տվինք ձեռդ, դու եք քո հիմնակն էլ երեք հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, Երևան համայնքին պատճառվել է շուրջ 1 միլիարդ
դրամի վնաս 877 միլիոն դրամ, էդի նախնականն է, ես վստահեցնում եմ, որ այդ տիվը հլաճելու է, ինչ միլիարդ, ինչ 2 միլիարդ, գմ։ Հիմա նույն ձևի է ազգային ժողովի պատգամավորն են, հենա, նստած է։ Կարմիր մազեր, դեղին մազեր, մուսկուլին եւ այլ։ Բայց այս մարդը եկե կանգնեց ձների մեջ հաղորդում ատալը մեր երեխուն էլ կողը։ Ասում է մեր արտաժամյա փողերը լափումին։ Վայ Ղազարյան, սիրածը պահն մարդը եւ այլն։ Հենց գնացեք համապատասխան ազգային ժողովի հանձնաժողով կա, չէ՞, պաշտպանության ներքին գործերի տուդա եւ այլն։ Դրանով մի հատ հելեք գնացեք մտեք MVD, այս մարդուն հանդիպեք, այդ նույն հրազդան ջեկի աշխատողներին հանդիպեք, այդ միլիցեքին, ասեք քանից իսկ քանիսն եք մնում, ինչ եք անում, ոնց եք անում եւ այլն։ Պետական կառույց է, բանը չի, ինչ էր էս ռեստորանի անունը։ Նոր դվին ռեստորանային համալիրը չի։ Հասկանում եք ինքը բանա, մասնավոր այդ օբյեկտ է, բայց իրավունք չունի աշխատողներին օգտագործել որպես ռաբինյա իզաուրա, ոնց որ բան անեմ, որովհետև մանդատը ձեր ձեռն է, իմ ձեռը մանդատ չկա MVD մտնելու, իմ ձեռը մանդատ կար Երևանի քաղաքապետարանի շենքերը մտնելու, հեսա մենք սիստեմատիկաբար մտնելու ենք տիկին Աննա։ Մտանք, քթանք 877 միլիոն դրամ, Վարդան Ղուկասյանը իատ հայֆով, հետա մցնելու Երևան քաղաքի բյուջե։ Հիմա ես ուզում եմ հարց տամ, որ այս նույն բանին ԿՊ-ին, նույն են ինչա, թևավոր գյոթի ավականիներին, նույն են ոչ իմ կլոուն գյոթի ավականիներին, մյուսներին են բանը Վազգենի քվորը մի լումա Երևան քաղաքի բյուջե մցրած սկակ հետ բերել եք Վիկուսի մաշ մի բան 3-1-2 807 որ ֆիքս ենք էլի 877 միլիոն դրամ էդի նախնականա բայց ես ասեմ այդ թիվը հասնելու է մինչև 2 միլիարդ դրամի Վարդան Ղուկասյանը 7 հովկյանոս ընկով իա 5 հոգով 1 միլիարդ դրամ ցույց տվեց Երևանին որ ծերի երևանցիներ 1 միլիարդ դրամ ահա նախկին ներկա ղախպեկը ձեզանից գողացել են միայն մի շենքով Բյուզանդի 1 դրոպ 3 հացեյուն գտնվող Այսքան մենակ այս մի տոշկեն ալ ինչքան տոշկեք ունի Երևանի քաղաքապետարանը դխույա ու այս բոլորով լափումին ով արեց իա ավականինով ինֆորմացիան եկավ վեկալանք ճամփինգ ավականներ են մի հատ գնացեք տեսեք այս ինչա կատարվել Շնորհակալություն կա Աննա Վարդապետյան Շնորհակալություն չկա տատախությունը գտելա լավ շնորհակալ եմ որ գոնե հարուցելա հիմա էլ կփորձեք այդ գումարը հետ բերեք մցնեք բյուջե բարգեմ այդ գումարով այդ 1 միլիարդով ավելին Արնի Երևանի քաղաքապետարան կոչված բոզի տղա հիմնարկը ձուն մակրող մեքենաներ Գոնե դրանով որ տրանսպորտը կաթվածահար չլնի որ մարդիկ ձուն ձմեռնոցով մի ժամ չկայնեն աստանովկեքը որ փողոցների վրա աղցանվի վերջապես որ պագրիշկեքը լետնի չտրակեն դուրս թռնեն ավտոբուս գմփագետին եւ այլն ամբողջ Երևան քաղաքը կաթվածահար է Ձուն մակրող մարդ նեմա կոմունալ ծառայություն գոյություն չունի Ինչի մակասեն փող չունեք Է որտեղից փողնի փողի վրա նստած փող չունեք Եթե մի ցելի շենք Հիգ բանը կես միլիոն դրամանոց տարածքը դուտաս 50,000 դրամով կամ անվճար Դու որտեղից պիտի փող ունենաս Հանրապետական կուսակցությանը անվճար տարածք եք տվել Երևանի քաղաքապետարանում հա Չէ Հարց Այ որ հլնում են բերաները շաղ են տալում են ագարկեքը դա Նիկոլես ո՞նց է դոգ Նիկոլ Չէ ո՞նց է Նիկոլ Ձեր Ալան Թալանը ու Նիկոլի անտաբեր էս բոզի տղությունը որ հետ են բերեմ Նիկոլ է ասում հələ 7 հովկյանոս են կողմ Էդե խոնդատա հազութին նա տապամ դանեմ բայց ես եմ չէ գրեղրկե հələ էլ են բաղրի գրեղրկե էլի շենքերի ճակատագրեր այսա գմգմփալ են հլնելու 1 միլիարդ դրամ մենակ այդ մի շենք հələ էսի նախնականն է հələ մնացածը չեն ստուգե
Ասում եմ, այդ թիվը կանգնելու է 2 միլիարդ դրամ։ Մինիմում։ Բալխի դու այդքան հարուստ ես, ընկեր Սիսի, որ այս 5 տարի է ԿՊՆ նստած Երևանի քաղաքապետարանում, 5 տարի է, և 5 տարի է այդ շենքը կոպեկներով անվճար տված է նախկիններին, հանրապետական կուսակցություն, յոգի կենտրոն, չգիտեմ, ստրես կենտրոն, եսի մինչ, եսի հրապարակ թերթ, որ հրապարակ թերթը կոռուպցիայից է խոսում, թալանից է խոսում, խնդրեմ։ Դեմը հարց, Վարդան Ղուկասյանի չափ, այս պետությանը օգուտ տված կոք, ընկեր ընդդիմադիրներ։ Ամենադեպս ես, հլեն պնեի 27 միլիոն են Դավիթ Տոնոյան բոզի տղեն, որ գողնը մեր տանար, միջումը տնինք, չկարցավ տաներ, ասես, որ Վարդան Ղուկասյանն է կնադատում, արած կոք, մի լումայի օգուտ, բոզի տղեք, բացի թալանից, ես ամեն կանա դարնանք ձեզի, սով պիրիձի, Հիմա ես մարդնա, մանդատ եք ստացե, բա մեթել եք գնացեք տեսեք ես NVD-ի պապագավայում ինչա կատարվում, մարդը հաղորդում, լովիկ եզակի հնարավորություն ունես, մուրը, Վահե Ղազարյանից հանելու, է որ ավտի մեջ քեզի համիլից է կտպին, համ քեզի բանարին, տարանկոխին բերդ, եզակի հնարավորություն, որ հակնես Վահե Ղազարյանին, էդ ասմյացես keep my cove, բայց չէ, Keep Մայկով կարճաթե, որ միասեց ձերդ վերև հանես քորես, այդ տակիտ այդ կոնքիտ գծիկները երևա, տրուսիկդ էլ վերևից ես մի քիչ ջիսից վերևա կհանես, որ Վահե Ղազարյանը տենա ղզղնի։ Ծսնելու եզակի հնարավորություն։ Ժամանակ չունես այդ տղա, ընչի, ինչ եղել լովիկ։ Բա հիմա ճիշտ ասեմ, ես էդի մոռացել էի։ Ռոզիկ կողից ասում է, լովիկ ոնց գնա, լովիկը երեխա է պահում, 3 երեխա։ Մոռացել էի, մեր լովիկի կնիկ Սիրուշ գնացել է Նյու Յորք 5 օրով, դու բազմազավակ մայր ես։ Էտա ճժերուն ընչի ես թողե էտա քո մարդու վրեն ու հել է թռե հասել ես Նյու Յորքնի։ Ճիշտ ասում։ Ռուզիկը ճիշտ է, մեկ ես աղջիկը ճիշտ բաներ ասում, քրիստիկն հենա գլուխս է ցանում։ Չնայած դու էլ չէ երեխա ունես, բայց երեխեքը չկա։ Բան են։ Բաժանվում, էս էլ ատենց։ Բա բազմազավակ հայ, քո կնիկն ինչի է գնացե հասե Նյու Յորք։ 5 օրով, բանն է, Լավրովն է, 5 օրով թռնում է Նյու Յորք, Երևան օկտեմբերան։ Գացել Նյու Յորք, բա խնդրեմ, հիմա այս մարդը երեխեքին պահի, 3 երեխա, են մեկն էլ լուլի։ Թե հլի գնա Վահե Ղազարյանին ասի, ընչի պապագավայի արտաժամյա փողերը լափը մեզ։ Ով է մեղավոր, ընտանիք, որ սխալա։ Բազմազավակ անձը իրավունք չունի լինի պետական պաշտոնի։ Երեխեքին պահի, կնգան պահի, իան պահի, թել մի հատ էլ պետական գործով զբաղվի։ Խնդրեմ, մարդը չի հասցնում, կնիկը թռել է Նյու Յորք։ Չես խանդում, լովիկ, սիրուն կնիկ։ Նյու Յորքն իա գնացե։ Հիմա այդ փոքր երեխուն, ինչքան այդ երեխան, մի տարեկան, 2 տարեկան կա։ Հիմա այդ փոքր երեխուն դու ես բայու անում, թե տիկին բելան։ Ես գիտեմ, որ քո կնիկ տիկին բելայից ալերգիա ունի։ Բայց ես տիկին բելային հարգում եմ, ինքը լավ կնիկ է։ Տիկին Արուսին էլ եմ հարգում, տիկին Արուսին, տիկին բելային, հարգում եմ, լավ կնիկ է։ Էն էլ, այսքան ժամանակ բան ասել եմ։ Հիմա ես հետաքրքիր է, ով է պահում այդ մանկահասակ երեխային։ Դայակնի։ Դու ռուզի քո երեխուն կվստահեիր դայակին թռնել 5 օրով Ամերիկա։ Ոչ։ Այդ համար երկիրը այս վիճակի մեջ է։ Ագնեսին խրգի, լովիկ, ագնեսին խրգի, կամեն մյուստնի, թու միատ հլը հլը, թան Վահե Ղազարյան ասեն, Վահե Ղազարյան փողերն ուրա, գզե ձենգի դավայ, Վահե Ղազարյան փողերն ուր են, ինչ ես մարդկանց արտաժամյա աշխատասնամ ու չես տալը, դու էլ խոմ նոր դվին
հյուրանոցային համալիրի հյուրանոցը ռեստորան է գրող ու սև ցավը այդտեղից էլա բողոքեք է Սանով էլ երևում մենք պիտի զանգենք նորից աշխատանքի տեսչություն ինչ են ասում պարոն Ղուկասյան նախ բողոքատուները են որ ասում վրա բանաներով է բողոքելով ասում համ մատուցող ենք, համ բանվոր ենք, համ հավաքարար ենք, համ, չգիտեմ, լուստրա ենք լվում, աթոռ ենք կրում, պատուհան ենք լվում, այս ենք անում եւ բնականաբար չենք վարձատրվում։ Ջուր կոլա խմելու իրավունք չունենք։ Ռաբ Աշխատում են օրը 15 ժամ, վճարվում 13000 դրամ, որից 1000 դրամը հետ են գանձում, ասում Ինչի փող ջարդվող ամանեղենի փող ասում եմ դա որն ասում եմ որ աման գցենք ջարդենք իրանք այդ փողը պայման ասում եթե դու մի ամիս աշխատում ես ու աման չես ջարդան ինչ ալեմ ասում եմ կապ չունի մեզից են պահում խոհանոցը խոզանոց ասում եմ միջոցառման ժամանակ ձուկը ինչ-որ ձուկ են ուզել միջոցառման ժամանակ ձուկը թափվել է գեդին այդ թափածուկը վեկարել լցել են ամանների մեջ զարդարել են մատակարարել են զալ կերեք մեռեք Նոր դվին հյուրանոցային համալիրի սեփականատերեր Հայկ, Սամվել, Տիկո եւ Ավո։ Ես չգիտեմ ով է Հայկ, Սամվել, Տիկո եւ Ավոն, բնականաբար մենք Երևան է խոսում ծրագրի շրջանակներով կանադառնանք սրան, ոնց որ տաշիր պիցային, օլը միջև մա, չգիտեմ ինչ եղավ, ստուգը մե ինչ քաքսենուտն։ Նույն ձեր նայես 15 ժամ աշխատացնելը որն է։ Նորից պետք է զանգվի աշխատանքի տեսչություն Եվ հստակեսի ինչ գործ ունի մատուցողը լուստրա մաքրելու հետ լուստրը պիտի մաքրի հավաքարարը ինչ գործ ունի մատուցողը աթոռներ կրի վերև կամ ներքև դա պիտի անի բանվորը այ վիզե բարդակ որ ասում է բարդակ վիզե սկսած պետական հիմնարկներից վերջացած ոչ պետականով սան էլ մենք ոչ կանադառնանք եւ ես 4 հոգում ես երևում կդնեմ Լակիրովանի դագաղը Այն որ եկեք մի պահ որ ասում ես ուզում եմ հիմնավորեմ էլի ամեն ինչ լավ է հիմնավորմամբ եղան Երևանի քաղաքապետի ընտրություններ եկան այդ նոր գելեր թաղապետեր Դավթաշենի թաղապետ Ազգանունը անգամ չեմ ուզում տամ, այն որ եթերի ժամանակ զանգել էի, ասում ուզում եմ իմանամ Վարդան Ղուկասյանն է, թե Վարդան Մամիկոնյանն է։ Դու հետախուզման մեջ ես, ես ոնց խոսամ քո հետ։ Ճիշտ, խլայց է ելավ, մի հատ հետանցքի ճիճու։ Անցել է արդեն իշքան 100 օր հանգիստ անցել է կարող է մի երկորեսյան երկորենյան Հիմա հարց սիրելի երևանցիներ դավթաշենցիներ եւ այլն ովքեր որ ձայն էին տվել արմատական ընդդիմադիր ցույց տվող Վազգեն Սարգսյանի քվորը Հիմա ես ուզում եմ Արամ Սարգսյանին հարց տամ Այն որ ինտելիգենտ դեմքով նստել նկարվել է, մի հատ էլ ասում է, թե ես արմատական ընդդիմություն եմ ըլնելու, էդի նույնը ոնց որ ես հայտարարեմ, որ այլևս քֆուր չեմ տալım, ըլնում եմ լեզվի տեսչության կամ գիտությունների հայոց լեզվի եւ գրականության ասպիրանտ կամ դոկտոր։ 100 օրն անցավ, հարց, որ կաբինետում է նստում Դավթաշենի թաղապետը Ոչ Դավթաշենի թաղապետի համար նախատեսված կաբինետում Զանգել էի, որ ասեի չմո բոզի տղա Արի Դավթաշենի թաղապետի կաբինետի դուռը ջարդի, բացի, եթե չէ, մերոնք գան ջարդեն, գնա այդ կաբինետում նստի Ես ուզում եմ, որ դու, որպես Դավթաշենի թաղապետ, նստես թաղապետի համար նախատեսված կաբինետում Որովհետև Դավթաշենի թաղապետարանի 50%-ի համասեփականատերն է մեր Գասպարյան Վովայի փեսա Արթուրը, որը գտնվում է հետախուզման մեջ, փողերի լվացումով, ամեն ինչով եւ էտա Ամերիկայ։
Բայց մարդը գտնվելով Ամերիկայ 5 տարուց արդեն ավելա ոչ մի պետական մարմին չի համարձակվում Դավթաշենի թաղապետարանը հետ բերել, այսինքն դնել պետական բալանսի վրա, որովհետև աստիճաններից բռնած ընկեր Արթուրինն է, եւ Դավթաշենի թաղապետին ասել բոքսի ֆեդերացիա բառը որ գրած է, էդի բոկի գնա քո կաբինետում նստի։ Հետախուզման մեջ գտնվող մարդու կաբինետը վախմա, որովհետև Արթուրիկը էտա Կալիֆոռնիայից խերը UPS կամ FedEx-ով կճամպի ուղիղ Դավթաշենի թաղապետի կնգա դլոյի մեջ, ընդ գոլ կաչայից ալնելուց հետո էդու խերը դուրս կգա, էլի պասիկով կարմիր բանտով կեթա Վազգենս, անունը չեմ ուզում տամ, Արամ Սարգսյանի կնգա դլոյի մեջ, կաշխատի ենքան, մինչև էտա դլոյ կարմերի խաշվի, ժարի տլնի, լավանսես մեջի ծլնի, պղի թապի։ Բա բոզի տղեք, դուք ենքան չմո բոզի տղա եք, որ դաժե հանցագործի կաբինետը, որը որ պետությունից ագողաց է, անե չէ այդ շենքը ինքը սարքել են, ինքը չծնված այդ շենքը ունե, դուք եկեք մտե մեջ վախում եք, դուք ելնելով իշխանություն, դատախազությունը ձերը, արգիշտը ձերը, մարդը դրած, աչուձախ, սաղին դատամայր, հանրային ձայնի ովի մետ կապ ունի ավելի շուտ, սաղին, բայց մի հատ հաղապետարան դուք չեք կարողանում հետ վերադարձնել Երևան քաղաքի բալանս, ու չմո թաղապետին չես ասում, այ բոզի տղա, դուրը ջարդի մտի քոկը, վախում է, վախում են, հիմա չեմ կարեմ հասկանամ, ումից են վախում, Վովայից, թե Արթուրից, ներազում է, պրոստը ներազում է, ու ես քանից հետո, բոզի տղեն հլմ ասում է, պիտի սամանադրություն փոխենք, Անա դու սամանադրության հետ ինչ գործ ունես, ղախպի տղա, դու մի հատ թաղապետարան, կաբինետի դուր չես կարեմ բացես, ասես արիստ է, չմո ղախպի տղա, գնա այդ կաբինետում նստի, նորից եմ կրկնում, հայոյանքը դա մոգություն է, հայոյանք տվող անձը Աստծո կողմից, գրել էին լեզաբանները, շնորհք ստացած մարդ է, այնպես որ ինձ այդ բան չկա, նեղանալ չկա, բա Վազգեն Սարգսյանը ծսնի քո նավարին, Վազգենի քուր, արա հենարի բացի մտի, ինչից եք վախում, տեսեք, սուս պասում է ասել մի քայլամից թվասի, տենամ սրանք, մտնելու են այդ կաբինետ, թե ոչ, մինչև այսօր վախում են, ոչ մի կեպ չեմ, վախենալու, կերպար, ինչ է սրա ունում, կել եմ ոտես, որ եթե պետք է վախենալ դեմքին նայելու, խնդրեմ, նորագյուղցի նվերիք, դեմքին նայեմ ես, ես պրոստը մաղթում եմ բարի մինետ Երևան քաղաքի դատախազին, նվերիք, ծսրու Երևան քաղաքի դատախազին, ադուշի, այսօր նաև, դավ, դու դրան ոչմ ծսրա, կնգան էլ տար են վերևի ննջասենյակը, որ են էլ նայի սովորի, մյուս հաղորդմանը բանը նորագյուղցի նվերիքը կծսնի Երևան քաղաքի դատախազի կորումպացված կնգան։ Դեսեք հասարակ կաբինետա մինչև հիմա վախում են կպնել։ Քանի որ գնաց խոսք գույքից, մուքից եւ այլն։ Հերթով։ Այդ նախկիներ, ներկաներ, նախկիներ եւ այլն։ Այն որ դոգի միսնեն ծամամ լրատվամիջոցներով եւ այլն։ Ուրեմն Երևան քաղաքում գոյություն ունի թիվ 29 ավագ դպրոց, որը կոչվում է Անդրանիկ Մարգարյանի անունով։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ դպրոցը ինչի պիտի կոչվեր Անդրանիկ Մարգարյանի անունով։ Միտեղ, չգիտեմ, Ծառուկյանի հորանունով, ինչ էր դրա հորանունը, ոբշեմ, միտեղ Անդրանիկ Մարգարյանի անունով։ Լավ, կոչվում Անդրանիկ Մարգարյանի անունով
ջանդամ հələ որ այս պահը մի րոպե եկեք մարսենք։ Ես հայտարարել էի շուտ, որ Անդրանիկ Մարգարյան դպրոցի տնօրեն պետք է նշանակվի, վերջինիս դուստերը Հայկանուշ Մարգարյան։ Եվ այո, Հայկանուշ Մարգարյանը վաղուց նշանակվել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի տնօրեն։ Հիմա հարց։ Նախկին եւ ներկային տրցնում։ Նախկին եւ ներկա տրցնող իշխանությունը բերեմա Հայկանուշ Մարգարյանին, այսինքն Տարոն Մարգարյանի քվորը, ով անցնում է ապօրինի ծագման գույքով, որպես մեղադրյալ, միլիոնավոր դոլարնի, 100 միլիոնավոր դոլարնի, ոչ թե 10 միլիոն, 28 փիվ, 100 միլիոնավոր դոլարներով անցնող ապօրինի ծագման գույքով Հայկանուշ Մարգարյանին, մեր Տարոն Մարգարյանի քվորը, բերը նշանակում են դպրոցի դիրեկտոր, իահոր անվան։ Լավ, ես ուզում եմ հասկանամ, դուք իշքան պիտի այս ժողովրդին դնեք էշի տեղ։ Դե հարց։ Ու այս Նիկոլի զոմբի մասան, շարունակ ես կանից հետո հասկանալ, որ կա նախկին, որ Սերժը վատն է, Նիկոլը լավն է, Նիկոլն է լավը, այսինքն այս նախկին ներկա այս հոգեկան հիվանդների համար նախատեսված շոու։ Բայց ես ոչ ասեմ Ժաննա Անդրեասյան եւ Երևանի քաղաքապետ։ Կաչի ասած Դուշևոյի տակ ջղթիտ 29 դպրոցի բոլոր ավակ դասարանի աշակերտները ջղթիտ ծցնեն սիսի քեզ Ժաննա Անդրեասյան ձեզ։ Կնիկ ես կուլտուրական եմ խոսում հետդ։ Այսինքն այդ բանը էլի ֆեոդալիզմը, հոր անունով դպրոցի դիրեկտորը պիտի ելնի յա աղջիկը, նախ։ Ուրեմն ես անպայման վաղը, ավելի շուտ այս պայից սկսած, կհանձնարարեմ իմ ավականիներին, Երևանի քաղաքապետարանի մոտակա նիստի ժամանակ, դնել հարց, թիվ 29 ավակ դպրոցը անվանափոխության, անվանափոխել Վազգեն Սարգսյանի անունով։ Երևան քաղաքում Վազգեն Սարգսյանի անվան դպրոց գոյություն չունի։ Եվ ես առաջարկելու եմ, ավականին առաջարկելու եմ, նախագծով, նախաձեռնությամբ, ոնց ուզում եք դա համարել, անվանափոխել Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցը մեկ այլ վարչապետ Վազգեն Սարգսյանի անվան դպրոց։ Ես ուզում եմ տեսնել, ինքը ինչպես Երևանի կառավարման մեջ կոալիցիա կազմող Վազգեն Սարգսյանի քվոր կուսակցությունը եւ ավականին ինչա քվեարկելու։ Ինչ հետաքրքիր է։ Ինքը ասել է չէ, թոմնա այս դպրոցը անթե փոխում ենք Վազգեն Սարգսյան։ Ես ուզում եմ նաև տեսնեմ այն մյուսներին, ինչ են քվեարկելու։ ԿՊ-ն, այ ԿՊ-ի ավականին ինչա քվեարկելու։ Ինքը դեմ է քվեարկելու անվանափոխության, հետաքրքիր բան է դուրս գալու։ Այստեղ հիմա կերևա։ Մի մարդ Անդրանիկ Մարգարյան, ով բախտի բերման պատաման մի ժամանակահատվածում է եղել վարչապետ, որ համաշխարհային տնտեսությունը նորմալ լողում էր։ Ինքը հեռու էր թե տնտեսությունից, թե կառավարումից, ուտող, խմող, քեֆանող, վիագրա խմող մարդ։ Լաչ, իամ պետություն, մետություն, ոչ մի բան չէր դրքրում։ Տղուն ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից։ Տարոն Մարգարյան չի ծառայել զինված ուժերում։ Խի առանդամ չունի։ Տարոն Մարգարյանի երկու տղաները, նույն Անդրանիկ Մարգարյանի թոռները, եւս ազատվել են պարտադիր զինվորական ծառայություն։ Բանակը իրանց համար չի։ Բանակը սոցիալապես անապահով, բանվորների, կթվորների, հավաքարանների, չգիտեմ, մատուցողների եւ այլն, ամանլավացող դրանց երեխեքի համար է։ Բանակը խոյում միանց երեխեքի համար չի։ Իրանց համար դպրոցների անուններն են, իրանց համար բիզնեսն է, իրանց համար ռեստորանիկն է եւ այլն։ Այ հիմա ու այսքանից հետո այ
այս ընտանիքի, որ բանակի համար բան չեն արել, պետության համար, չի գնացել մի հատ խրամատ չի փորել։ Բերել են, դրել են դպրոց, անվանելով Տաուր-Մաքրան հերիք չի, աղջկան էլ Հայկանուշ Մարգարյանին բերել նշանակել են տնօրեն։ Իմիջիայլոց Հայկանուշ Մարգարյանի մարդը ինձ թվում է կա, այդ քառակուսի գյոթը, այն որ նայում ես ասում ես այս մարդու ինչ ձևա լապ է, սրա լենքը ինչ ձևի է, ինքն իա սեռական օրգանը չի տենում, կատեգորիկ նախքին գաղութների վարության կռից։ Ես սրա մարդուն թաղելու եմ։ Ուրեմն Հայկանուշ Մարգարյանի ամուսին, Աֆրիկյան էր ազգանուն, խեղը գլուխ էր։ Կնգատ ասում ես, վաղը, մոտակա ժամանակն ես, երբ ուզում է դիմում է գրում հրաժարականի և դուրս է գալիս դպրոցի դիրեկտորի պաշտոնից։ Իսկ եթե ոչ, քո կնիկը դուրս չի եկել դպրոցի դիրեկտորի պաշտոնից, դու խոմ գիտես ինչ քաքեր ես կերը։ Դու խոմ գիտես, որ դրանք ես արդեն գիտեմ։ Փաստով, ոչ իբանով։ Հելեք ու սիկտիր եղեք այդ դպրոցից, իսկ այդ դպրոցը պիտի անվանափոխվի Վազգեն Սարգսյանի անունով։ Կարճ և կոնկրետ։ Ու ես ուզում եմ տեսնեմ ավականու քվեարկությունը, կոմ դեմ։ Այն անիկա, որ նստած նանեսոսեին հավեսով ծսցնում էր։ Ինձ հետարքիր է այդ կինը ինչա քվեարկելու։ Եվ Վազգենի համար դոշա տալի։ Լավ ադամ։ Ինձ հետարքիր է ինչա քվեարկելու։ Նախկին ներկայ ընտրում բերել ես հանրապետական կուսակցության երևույթին անով դպրոցը թողում ես նույնը, որ բան չարես երկրի համար։ Աղջկան էլ բերեմ դնում եք այդ դիրեկտոր, որն ասնում է քրական գործերով։ Դուք եք հարուցել այդ ագարկի դեմ այդ բանը, ոչ իմ քրական գործերը փողելով։ Ու հիմա էլ ասում եք կոռուպցիայի նախքին են, որ այդ բոսի տղա դպրոցը բանով է։ Վարդան Ղուկասյանին էլ ասում են այսինքն են ժողովրդին դրել էշի տեղ։ Ոչինչ։ Որ ասեմ ես մկած ձեր դեմքն ցույց կտամ։ Մոտակա բանի ժամանակ, նիստի ժամանակ։ Ստեղ ինչ ունենք մենք։ Ուրեմն Նուբարաշեն քրակատարողական հիմնարկի պետ Նասոյան Վահան և քրակատարողական վարության պետ Աբակում Գրիգորյան։ Ես ուզում եմ մի բան հասկանամ։ Ես գիտեմ, որ ավագ դպրոցը քաղաքապետարանի տակ չի, բայց անվանափոխությունը քաղաքապետարանի տակ է։ Սիստեմատիկաբար, բառացիորեն եւ այլն մենք հայտարարեցինք, ասեցինք, որ կոնկրետ գոյություն ունի մի բոզի տղա քրակատարողական հիմնարկում, ում ձեռքի տակ կա հեռախոս եւ այդ մարդը սիստեմատիկաբար պրովոկացիաներ անում, տեսանյութեր տարածում եւ այլն։ Եվ տեսանյութերի ինչ-որ բաներ են սարքում գցում TikTok, դեզդեն կա, այնտեղ կալանավոր Կարեյան Հենզելը գտնվում է նույն խցում, որ Արտակ Գալստյանը։ Մենք բարձրաձայնենք, ասեցինք, զանգեցինք, բայց Նասոյան Վահանը եւ Աբակում Գրիգորյանը անսասանելի են։ Ավելին, կորել է կալանավորի քարտը, չկա քարտ կալանավորին, այսինքն որի մեջ գրված է տեսակցություն եւ այլն։ Եվ մենք ակնհայտ է տեսնում ենք, որ իշխանությունը ամեն կերպ սատարում է Արտակ Գալստյան բոզի տողում։ Ուրեմն գոյություն ունի Սանամյան Կարեն, որը բնակվում է Բանգլադեշում, մանախ, ուշադիր ես։ Ես չունեմ նման բնավորություն մարդկանց փորտալու։ Բայց երբ որ ասում
գործը հասնում արդեն այն կարմիր գիծը, որ անցնում ես, այլևս հնարավոր չի։ Ուրեմն ես գիտեմ, որ մանախը հետաքրքրված էր ով է իր վերաբերյալ ինֆորմացիա տվողը, ոնց եղավ, որ մենք ընկեր մանախին անդրադարձանք եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ընկեր մանախի համար հաճելի նորություն ասեմ, որ ընկեր մանախի վերաբերյալ ինֆորմացիաները դպրոց, մանկապարտեզ, տուդա, սուդա եւ այլն փոխանցվել է ինձ Սանամյան Կարենի միջոցով, չերես Արտակ Գալստյան, որով ես անդրադարձել եմ ընկեր մանախին։ Եվ առհասարակ Բանգլադեշի հետ կապված թեմաներով մենք անդրադարձել ենք նորից Սանամյան Կարենին, այնտեղ մի հատ էլ տղա կար, որ միտինգի ժամանակ ինֆարկտով մահացավ, թմրամոլ էր եւ այլն, աղբերը զանգել էր ու բու էր անում, դրան էլ եմ ուզում տեղեկացնեմ, որ մեր ինֆորմացիայի աղբյուրը եղել է Կարեն Սանամյանը, որն ապրում է ինչ-որ այդ Կալցևոյից մի քիչ այն կողմ, մանախը լավ է ճանաչում։ Սենց երևույթներին, սենց բոզի տղեկին, որոնք որ ճամբարափող եւ պետական դավաճան, մարդկային դավաճան եւ այլն, պետք է ոչնչացնել տեղում։ Միանշանակ։ Մարդիկ, որոնք որ փորձում են վիրավորել, անպատվել, անմեղ մարդկանց, որոնք որ ուղղակի կատարել են ճիշտ քաղաքական, պետական ընտրություն եւ մոտեցում, նստած TikTok-երով, չգիտեմ, տարբեր ինչ-որ անկապ մի 100 հոգանոց, 500 հոգանոց էջերով փորձում են վարկաբեկել այն մարդկանց, ովքեր որ կատարել են ճիշտ ընտրություն։ Չեն գնացել խափեպայի, չեն գնացել, չգիտեմ, գցողի, կեղծ կենսագրություն գրողի կողքը կանգնել։ Եվ ես հայտարարեցի, որ այն անձինք, ովքեր որ եթե անցնում են այն մարդու կողմը, թող անցնեն, բայց շարունակել, կպնել այն մարդկանց, ովքեր որ անցել են իմ կողմը կամ կատարել են ճիշտ ընտրություն, ես այդ մարդկանց կթաղեմ, այնպիսին ինչպիսին Սանամյան Կարենն է, այնպիսին ինչպիսին Արտակ Գալստյանի եղբայրն է, եւ եւս բանը ինչ էր Եմերջան բոզի տղենա ով հելել է ինչ որ ինտերվյու տալի ասում է Վարդան Ղուկասյանի անդամակցությունը կուսակցությանը դադարեցվել է որովհետեւ ինքը ձեռք է բերել Ռուսաստանի քաղաքացիություն ուրեմն Եմերջան բոզիս տղա ուրեմն նույն հաջողությամբ դու հանդիսանում ես Լեհաստանի քաղաքացի 1 այսինքն երկքաղաքացի ես Վարդան Ղուկասյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է 2014 թվականից։ Անկամ, երբ որ ընթերցվեց Վարդան Ղուկասյանի դատավճիռը Վովայի կոմիսարկած, այնտեղ գրվել է ՀՀ ՌԴ քաղաքացի։ Վարդան Ղուկասյանը երբեք չի թաքցրել իր երկքաղաքացի լինելը։ Գումարած դրան Վարդան Ղուկասյանը երբեք դիմում չի գրել Հայաստանի Հանրապետության նախագահ կոչվածին կամ ինչ-որ մեկին, խնդրում եմ դադարեցնել իմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Բնավ, այո, իմ անձնագրի ժամկետը լրացել է։ Ինչ վերաբերվում է բանին Արտակ Գալստյանին, Արտակ Գալստյանը խաբել է պետական ռեգիստրին, ուրեմն, այդպես է դուրս գալի, եւ իմանալով ինքը գիտեր, շատ լավ գիտեր, որ ես ՌԴ քաղաքացի եմ, գրել է, տարել է, կողել է կուսակցության կազմից, տարել մտցրել է պետական ռեգիստրներ գրանցել է։ Հիմա ասում եմ, ես երբեք այդ մարդուն չեմ համակրել։ Բոզի տղա, որ դու ինչ ես համակրել, իմ ժողովին խես եկե նստե։ Խիք եկե նստե դալիճում, կամերայով էլ ես էլ խոսում էի։ Այ աղբի տղեկ։ Հա? Ինչ Եմերջան, թուղթուգիրանող, ես ինչանող, ֆու, բու, ալան չումակ։ Այսենց մելքի բոզի տղեկ, որ հայտնա, ես 14 թվից եմ ՌԴ քաղաքացի, ես դաժե Նիկոլ Փաշինյանին եմ բերդում ասել, որ ես ՌԴ քաղաքացիություն ունեմ։ Չմասնա խոսք։ Իսկ դու լինելով Լեհաստանի քաղաքացի, նաև ոնց ես անցկացրել ժողով։ Լավ, չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, կստացի ես ուզում եմ մի հատ ձայն տամ իմ կողմից հարգված միանձնավորության, տեսնենք կպատասխանի թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է այ Սանամյան Կարեն եւ այլն, ես գտնում եմ, որ այսպես բնամարտկանց, ովքեր որ լավ ճամբարից
ճամբար անցել ես, դա ձեր ընտրությունն է, ես իրավունք չունեմ ասելու, խիչեցեք իմյալ գնում ես Սենյան, բայց գնալով այն կողմ։ Ինչի՞ս կպնում մարդկանց, որոնք որ կապ չունեն քեզ հետ, ոչ քեզ վատություն են արել, ոչ քեզ զուտ այն որ այդ մարդիկ իմ հետ են, դուք դնում եք այդ մարդկանց պատվի եւ արժանապատվության հետ եք խաղում։ Սանամյան Կարեն կամ Կարեյան Հենզել 006 խցից։ Նու բարաշենք հերակատարողական հիմնարկում ինչքան կալանավոր կա, ծածցնեն Նասոյան Վահանի կնգան տնով տեղով Աբակումին էլ հետը։ Աբակումը զրկվեց դիվանագիտական ազնագրից, այդ մենք չենք սպասում 100 օր, եւ ընկեր Աբակում այն նորագյուղցի նվերիկից բռնած քո սախտուն ու տեղը ծծցնեն։ Գան մտնեն տանդ մեջ, ով ռաստավի ծծցնեն։ Բոզի տաղա։ Ես քեզ կթաղեմ երկուսիդ էլ։ Ալո, բարև ձեզ, Տիկին Զարգարյան։ Բարև ձեզ, պարոն։ Մենք կարող ենք ձեզնից մի քանի րոպե խլել։ Խնդրեմ, իհարկե։ Ես տեսա, քանի որ ես տեսա ձեր լուսանկարը, այսինքն ձեր հայտարարությունը Facebook-ի, որտեղ ինչ-որ երկրորդ էջ է բացվել ձեր անունով, եւ այլն դուք հայտարարություն եք դրել, ես նախ խորհուրդ եմ տալիս ձեզ բողոքարկել այդ էջը, որպես նա ավտորսկի պրավա, եւ բանը այդ էջը կբլոկավորվի, եթե դուք ունեք որևիցե մի բան հասկացող մարդ կամ ինքներդ հասկանում եք, ձեր անձը հաստատող Մենք մասնագետներին դիմել ենք անկեղծ ասած, նաեւ իրավապահ մարմիններին էլ ահազանգել ենք եւ հենց ահազանգել ենք այդ պահից սկսած արդեն իսկ արագ եւ օպերատիվ գործում են այս պահի դրությամբ, իհարկե հետագայի հետ կապված ես վաղը ավելի այսպես ծավալուն կխոսեմ, մի քիչ ուղղակի վատառողջ չեմ, ձայնիս հետ կապված կներեք։ Առողջություն ձեզ։ Ես ուզում եմ հասկանամ ձեր հետ ինչ խնդիր կա, ձեզ խեն թիրախավորել։ Ճիշտն ասած այդ թիրախավորման գործընթացը այնպես չի, որ սա առաջի դեպքն է եւ սկսվել է կոնկրետ 3-4 առաջի օրվանից, բայց նմանօրինակ դեպքեր շատ են եղել առհասարակ, բայց այս դեպքը առանձնացնում եմ նրանով, որ հատկապես այն համագումարից հետո, որը որ հրավիրել եք դուք, օրեր առաջ, եւ որին ես այո որպես News Media լրատվական գործակալության ղեկավար այո մասնակցել եմ լուսաբանել ենք այդ ողջ ընթացքը եւ առհասարակ այնպես չի ես որևէ մեկից այսպես թաքցնելու բան չունեմ այսպես գաղտնիքներ չունեմ բոլորն էլ փոխադարձ այսպես հարգանքի մթնոլորտում շփվում ենք իրար հետ Եվ միշտ էլ մենք լուսաբանում ենք եւ այն ժամանակ էլ երբ որ նույն Արտակ Գալստյանը ուներ բազում խնդիրներ եւ շատ հաճախ այդ խնդիրները հենց ինքն էր ստեղծում իր շուրջը, ակամայից, որովհետեւ ինքն էր այսպես ասած կոնկրետ լինում դեպքերի այսպես էպիզոդներով ինքն էր Էպիկենտրոնում Այո Եվ այդ ժամանակ, երբ որ այո դուք ասել եք, որ ունի օգնության կարիք այդ նույն Արտակ Գալստյան երևույթը, մենք այո կանգնել ենք այդ երևույթի կողքին տվյալ պահին եւ փորձել ենք նրան էլ լուսաբանել, ներկայացնել վիճակը, որ օրինակ չգիտեմ Արտակին խոշտանգում են, չգիտեմ ահաբեկում են, ինքը ենթարկվում է հարձակումների եւ այլն։ Բայց ես տեսնում եմ քանի օր շարունակ Արտակ Գալստյանի այսպես այդ թվայնացված այդ ռոբոտներին է դիմել փաստորեն օգնությանն է դիմել Արտակ Գալստյանը այդ արհեստական բանականությանն է դիմել օգնության այսինքն մնացել է արհեստական բանականությունը մնացել է Արտակ Գալստյանը եւ երևի 2-3 կեղծ fake էջեր դա է Արտակ Գալստյանի թիմը ըստ էության Եվ այդ արհեստական բանականության հույսին ձեռքը մեկնած Արտակ Գալստյանը հոլովում է իմ անունը, մի այսպես ռեպորտաժ էլ պատրաստել էին 2 օր առաջ, եւ ահա տեսեք դրան զուգորդում է այդ կեղծ էջերի փաստորեն ի հայտ գալը, այդ էջերով սեռական բնույթի հայհոյանքներ էին տարածել, տրամադրել էին նաեւ այսպես գրել էին իմ հեռախոսահամարը Փորձել են ինչ-որ կերպ իրենց թվում էր, որ կարող են դրանով ինձ վարկապեկել։ Ուրեմն, եթե այդ ամենի ետևում ես վստահ եմ, որ Արտակ Գալստյանը համակ ուշադրությամբ լսում է ձեր բոլոր եթերները, Այո։ Եվ շատ շատերն են լսում,
Եթե նա հիմա լսում է, թող ուրեմն լսի ուշադիր։ Եթե այդ կեղծ էջերի բացման կետևում, իմ դեմ սկսված այս կեղտոտ եւ զազրելի արշավի ետևում, եթե կանգնած է Արտակ Գալստյանը, ես ձեր եթերից հրապարակած խոստանում եմ եւ հայտարարում եմ, որ այնպիսի աղաղակող փաստեր ի հայտ կգան Արտակ Գալստյանի, նրա ընտանիքի անդամների գործունեության հետ կապված, որ Արտակ Գալստյանի այս ներկա հոդվածներին քրեական կավելանան առնվազն եւս 3-ը։ Ես ներողություն եմ խնդրում, մի րոպե կներեք, ես ներողություն եմ խնդրում ձեզանից, Արտակ Գալստյանի վրա արդեն ավելացել է 3 հոդված, 3 նոր քրեական գործ, 46 միլիոն դրամ մեկ, այնտեղ մի հատ կին է դիմել, որ ես ինչքանով տեղյակ եմ, գումարը վերցրել գործը չի ուղարկել եվրոպական դատարան, մի կին էլ երկու օր առաջին զանգել էր Միացյալ Նահանգներից, նա էլ ինչ-որ 4 միլիոն, ես իմ ինչքան տվել է նորից գործ ոչինչ չի արվել, այսինքն ես անընդհատ լսում եմ։ Ուրեմն եւս 3-ը կավելանան, ձեր թվարկած քրեական գործերին կավելանան եւս 3-ը, եւ եթե կրկնում եմ կոնկրետ փաստվեց, որ այդ ամենի ետևում իսկապես կանգնած է հենց Արտակ Գալստյանը, ես ասեմ, թե ինչու հիմքեր ունեմ կասկածելու բացառապես Արտակ Գալստյանին տվյալ իրավիճակում, բացատրեմ, որովհետեւ այդ նույն Արտակ Գալստյանին գովերքող այդ Facebook-յան ինչ-որ մի երկու էջեր ունեն, հա, որոնք Արտակ Գալստյանին պարբերաբար գովերքում են եւ փորձում են այսպես վարկաբեկել նաև շատ ու շատ մարդկանց անուններ, կոնկրետ այդ էջով նրանք հայտարարել էին, որ այն մարդիկ, ովքեր որ կգտնվեն նախորդին ձեր կողմից հրավիրված այդ համագումարին, կներեք այդ բոլոր անձանց մենք այսպես ասած կներեք արտահայտությանս համար պղծելու ենք հիմա։ Այդ ամենից հիմք է տալիս մտածելու, որ այս ամենի գլխավոր դիրիժորը, ռեժիսորը կարող է լինել, այո, կասկածում եմ, որ կարող է լինել Արտակ Գալստյանը։ Եվ ես նորից պնդում եմ, եթե կապ ունի այս ամենի հետ Արտակ Գալստյանը, նախ ինքը իր այդ զրոների համարներից խոստանում եմ, ես կգործադրեմ բոլոր տիպի ջանքերը, նա հայտնվելու է ընդհանուր խցում։ Եվ այն սեռական բնույթի հայտարարությունը։ Շատ ճիշտ բան ասեցիք, հազար անգամ ներողություն։ Ես հիմա այդ ուզում եմ հասկանամ, եթե որն է, նույն ինքը Արտակ Գալստյանը չի հանդիսանում համակարգի աշխատող։ Հետևաբար ինչի են տարել մտցրել զրոներ։ Զրոները, որպեսզի հասանելի լինի ժողովրդի լայն շերտերին, ժամանակին զրոները նախկին աշխատողների համար էին, բայց հիմա զրոները դարել է զուտ։ Հիմա դրա համար չի։ Դեզ ասեմ, որ իմանաք, հիմա դրա համար չի, աշխատողներին տանում են ուրիշ տեղ, իսկ զրոներում պահում են կոնկրետ թռածներին, այսինքն այն անձանց, ով խումար են խաղացել կրվել են, ովքեր խնդիր ունեն մյուս կալանավորների հետ, կամ ովքեր գցել են այս կամ այն կալանավորին ու հիմա պահում են առանձին, որպեսզի կամ դատապարտյալ են, որպեսզի հաշվի հարդարը չտեսնեն, բայց ինչեւ այս մարդուն տարել կողքեր զրոներ, չեմ կարող հասկանամ։ Ես չգիտեմ, թե Արտակը կոնկրետ Գալստյան որ փաստորեն ենթակետով կամ որ կետով է, հա, այսպես դասվել կամ այդ թվարկած ձեր նշեցիք, հա, որ մի քանի դեպքերում կարող է գնալ ու տեղավորվել, ասենք, զրոներում, այդ որևէ կետով Արտակ Գալստյանը կարծես թե չի անցնում եւ այդտեղ նաեւ օգտվելով առիթից ուզում եմ կներեք, որ ձեր եթերաժամից ես ժամանակ եմ խլում, բայց ուզում եմ ասել այդ Աշոտ Քոչարյան կեղծ էջը, որը որ այսպես սկսել է արշավի իմ դեմ եւ հենց նա է իմ անունով բացել կեղծ էջ, Գրանե Զարգարյան անունով, որը ինձ հետ կապ չունի, սիրելի հայրենակիցներ։ Ես ունեմ մեկ էջ իմ անունով Facebook-յան, որը կխնդրեմ ձեզ, պարոն Ղուկասյան, եթերից հետո դուք էլ կիսվեք այդ էջով։ Ես կիսվել եմ մինչև եթերը։ Այո, ես ունեմ, շնորհակալ եմ ձեզ, ես ունեմ մեկ էջ եւ այդ բոլոր էջերը կեղծ են, ինձ հետ կապ չունեն, կոնկրետ կատարվել է հանցագործություն, մենք արդեն կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչությանն էլ տեղակ ենք պահել, եւ ես նորից ասում եմ, որ նույն Արտակ Գալստյանը պարզապես կրկնում եմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա գտնվել է
փակ տեղում ես առանձնապես այսպես չեմ ցանկացել նրան շատ այսպես վնասել եւ առավել ծանրացնել նրա առանց այդ էլ ծանր վիճակը, բայց եթե Արտակ Գալստյանը որոշել է, որ այս կերպ տղամարդուն ոչ վայել այսպես ձեռագրով, գիտեք, հոգեկան հիվանդի տպավորություն է թողնում կոնկրետ այդ էջերի վարած Ես հասկանում եմ, հասկացա ձեզ։ Okay, հանգստացեք, շատ մի ներվայնացեք, որովհետեւ ես ճիշտ ասած չեմ ներվայնացել, ուղղակի մի բան, եւ մի բան էլ ուզում եմ ավելացնել, որ եթե անգամ չլինի Արտակը եւ որևէ մեկը փորձի պղտոր ջրում ցուկ բռնել, ձեր եթերից հայտարարում եմ։ Ինքը պատասխանատվություն է կրելու այդ ամենի համար եւ տալու է դաժան ու ցավոճ պատասխան։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետեւ ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, որ ուղղակի հենց այնպես դատարկ կրակոց հնչի իմ կողմից։ Եթե որևէ բան ասում եմ, ուրեմն ես առնվազն 7-ից 10 փաստ լինի իմ ձեռքից։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Թող վերընկնի իր տեղը։ Թող վերընկնի։ Եղավ։ Շնորհակալ։ Խնայեք ձեր նյարդերը, հաջողություն ձեզ։ Շնորհակալ։ Ես զգացի, որ շատ լարված է։ Ինչ հայկել։ Հետաքրքիր է։ Բանը, ինչևից է, ես ասեցի, այն ինչ որ ասեցի, ինչ շատ հաճախակի դիմում են հարցով կներեք պարոն Ղուկասյան, ոնց կարող եք անդամագրվել ձեր կուսակցությանը, ուրեմն կուսակցության գրասենյակը կբացվի փետրվարի 1-ից, ես կհայտարարեմ հասցեն, հեռախոսահամար եւ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են անդամագրվել դեմոկրատիա, օրենք եւ կապահովություն կուսակցության, այսինքն դոգի կուսակցությանը, կարող են հեռախոսահամարով զանգահարել, չգիտեմ, կամ գալ, ներկայանալ, անդամագրվել, բլանկը լրացնել եւ դրանով իսկ մինչեւ համագումար մենք հավաքագրենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են մտնել դոգի կուսակցություն։ Հիմա ամենահետաքրքիրը, պարոն Աբազյան, ուրեմն մոտ օրեր առաջ կամ ավելի շուտ, օրեր առաջ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից մի շարք քերական գործեր, շուրջ 30-ից ավել քերական գործ ուղղվել է կամ հանձնվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց ինչու՞մ է խնդիրը, քերական գործերը կորել են։ 30-ից ավել քերական գործ կորել է, այսինքն ազգային անվտանգության ծառայությունից դուրս է եկել եւ ընկեր Սասունի հիմնարկ չի հասել։ Ես չէի սենց զայրանա, եթե այդ կորած գործերի մեջ չլիներ Վարդան Ղուկասյանի ծանոթների ընկերների խոշտանգման գործերը։ Տիգրան Առաքելյան, Անդրանիկ Արմանդարյան, Արման Մկրտումյան, Էդուարդ Ասատրյան Ալեքսանյան, միտեղ Բերթից կորում է Կալանավորի քարտը, միտեղ 30-ից ավել, նույն 30-ից ավել քերական գործը բնականաբար կորել է զուտ այդ մի գործի խաթեր։ Ես հիմա ուզում եմ հասկանամ, պարոն Աբազյան, ինչ է նշանակում կորել են քերական գործեր։ Ես այդ եմ ուզում հասկանամ։ Քերական գործը հատորներով, համապատասխան ձևով մտնում է գաղտնի մաս։ Գաղտնի մասից պիտի գա համապատասխան հիմնարկը, ստորագրի, ստանա, դեկալի դնի ավտոն, տանի կողի Սասունի հիմնարկ։ Էդի ոչ ասեղա, ոչ ֆլոմաստերա, ոչ ընկնի կորի չիմանանք։ Քերական գործը մտավ գաղտնի մաս, ընդեղից պիտի հանձնվի պոչտայով, սպեցպոչտա, ընեշի չի հայ պոստով այդն։ Պիտի ասենք հանձնվի, բանի, Վարդան Ղուկասյանի գիրքը չի, որ հայ պոստով գլգեն Ամերիկա, Աբու Դաբի, բայց եւ Իսկ ինչ բոզիտողություն ես մոգոնել, Աբազ։ Ուրեմն Աբազյան, եթե մինչև վաղը
Ազգային անվտանգության ծառայությունը չի հայտարարել, այսինքն մինչև մյուս եթեր, չի հայտարարել, որ գտնվել է Տիգրան Առաքելյանի, Անդրանիկ Արմանդարյանի, Արման Մկրտումյանի, Միկել Էդուարդի այդ խոշտանգումով Արգիշ Չարամյանի մասով խոշտանգման գործը, ես ուղղակի չգիտեմ ինչ կանեմ քեզ ու Անդոյին։ Դες շատ հանգիստ, նորմալ ձևով ասում եմ։ Ես ուղղակի չգիտեմ ինչ կանեմ քո հետ։ Եթե գործը փոխանցվել է քնչաբանը Սասունի հիմնարկու ընդեղ է կորել, ուրեմն հանդես արի համապատասխան հայտարարությամբ, որ մենք գործերը տվել ենք հայկակոռուպցիոն կոմիտե, то հիմա Սասունը հայտարարի, որ ընդունելուց հետո 30 հատից ավել քրեական գործ հատորներով ուրա։ Դու կարաս կորես։ Դու կարաս գործից դուրս գաս գնաս տուն, քեզ ճամփին են նանե սոսեի եղանակով, ինչ որ տենց, հա, վեկալ են ծծերդ մաժելով տանեն միտեղ, հետո բերեն հետ։ Բայց քրեական գործը, գործերը, այդ հատորները, որ քաղաքացին, այսինքն գալամա, տալը մեզ ձեռը ստորագրությունով, վեկալամա, իջեցնամա, դնամա ավտոն, փագամա, պլոմբամա, տանամա, հազնամա, չի կարա կորի։ Աննա Վարդապետյան, դուք այդ կարծիքին չեք։ Ուրեմն ստեղ ակնհայտ գնումա, ես աշխատում եմ առանց ներվայնանալը, որովհետև եթե ներվայնացա, ես անցնելու եմ, այսպես ասած, էթիկայի եւ էսթետիկայի սահմանները եւ սկսեմ արդեն ուրիշ բառապաշարով խոսել պարոն Աբազյանի հետ։ Ճիշտ է, պարոն Աբազյան։ Ավելավա դու կորեիր, ավելի հեշտ է պատկերացնել կորելա KGB-ի մինիստրը, քան 30 հատ քրեական գործ։ Ինձ այդ 30 հատ քրեական գործը չի հուզում։ Դուք այդ 30 հատ քրեական գործը կողել եք ձեր մարմնի համապատասխան մասը հանուն այդ մի գործի, Արգիշ Չարամյանի խոշտանգման։ Բայց դու շատ լավ հասկանում ես, որ միևնույնն է, կորի, նոր ով եկավ թազա իշխանության, նորից կարելի է վերաբացել, համ կորցնողներին դատել, համ դատախազին դատել, համ քեզ դատել, համ Արգիշ Պալուբոմու։ Ուրա քրեական գործը։ Ես սպասում եմ ազգային անվտանգության հայտարարությանը, որ գործը գտնվել է, կամ գործը կա, ինչ ուզում եք արեք, ամենահետաքրքիրը գիտեք որն է, ժողովուրդ, քանի որ գնաց խոսք, այնտեղ կա Էդուարդ Ասատրյան Տոլի Ալեքսանյան, ուրեմն այդ տղան, ում որ տարե խոշտանգել են, ինքը զինվորական է, մասնակցել է 44 օրյա պատերազմին, կապնված է եղել մի ընկերուհու հետ, աչի վրա սիլի բիլի եւ այլն, ընկերուհին ինչ-որ երեխա ունի եւ այլն։ Ուրեմն ես ասել եմ, որ այդ ընկերուհուն դոմփել է Արտակ Գալստյանը։ Ես էլ իմացել եմ, որ իա ընկերուհուն դոմփել է Արտակ Գալստյանը, եկել էր Արտակ Գալստյանից ունեցել է բազար։ Ես դրանից որ ասում եմ, не знаю։ Հետո երբ որ ընկեր Արտակ Գալստյանին տարել են քննչական կոմիտեով սկսել են մանգալ դոգի ադմիններին, Telegram-ի ադմին, YouTube-ի ադմին եւ այլն, ազատ բոզի տղեն ադմինի բաներն աուզե։ Կնոպկեքը թվերներ ուզում սաղից։ Ընկեր Արտակը մտածել է, մի րոպե, ես սրա այս երկենձի տպել ականի ոնց անեմ, որ սրա հերնանից եմ, ասել է գիտես ինչ, ազատ, կա մի հատ գյադա, կարող է էդիա դոգի ադմինը, բա ով է այդ գյադեն, էս ինչի սիրածն է։ Այդ էքեղենին կանչել են քննչական կոմիտե, ոնց են համոզե, ինչ են համոզե, ինչ են ասել եւ այլն, այդ էքեղենը հաղորդում է գրե, այդ ռակով հիվանդ էքեղենը, որ իան այս զինվորականը տփում է։ Զինվորականին էլ գնաց է բերել են ընտանեկան բռնություն հոդվածով։ Ասում եմ, եթե այս զինվորականը ընտանիք չունես լակոտը, ընտանեկան բռնությունը ո՞րն է։ Այս իա ընտանիքը չի քածն է։ Ինչ ընտանեկան բռնություն։ Ու ընտանեկան բռնության հոդվածով մարդեն բերեք կողել են քննչական կոմիտե, այն տիպի են ծեծե, որ մինչև այսօր արունա թքմ, ես համոզված եմ, ինվորմացիան գալում է, մինչև այսօր, կողի մատներ ջարդել, դեմքն այլանդակել, ոչ եմ գլուխը դեֆորմացնել, ասա դոգի
բանը YouTube-ի parole կամ Telegram-ի։ Այսինքն դուք այնքան ոչխար ա, որ Հայաստանում գտնվող ինչ-որ մեկին պիտի տար իա parole, տավարի ցավ։ Ու այն տիպի, որ անգամ նուբարաշենք հերակատարողական հիմնարկը, երբ որ այս տղային բերում կողում են բերդ, չի ընդունում, ասում է վեկալ է, գնացեք, սա խոշտանգված է, սա ոնց եմ ընդունում, տեղում կագեբեն գալիս է, ինգեն աբազի հիմնարկը, եւ տվյալ Էդուարդին տեղափոխում է Երևան հերակատարողական հիմնարկ։ Այսինքն եւս մի բնավորության գիծ Արտակ Գալստյանից, այդ բոզի տղուց, ոնց որ Տիգրան Առաքելյանին ծեծել էր տալը, ինքն էլ շենքում ասում են վատ եք ծեծեն, որ մի քիչ էլեկտրաշոկով տակ կասի, որ ինքն ադմինը, բայց ինչ գործ ունի Տիգրան Առաքելյանը իմ Տելեգրամի հետ, չգիտեմ։ Իսկ հիմա խոշտանգման գործը կորել է։ Բայց ես հաց եմ ուզում տամ, ինչի այդ երեխեքի գործը չի կորել, որ գլխներին սարքել եք, Անդոյի Պեչատի գործը, Տիգրանի գործը, Արմանի գործը, բայց դա կորավ, աբազ։ Ես քեզ կգցեմ ում օրը, Արշակ Հակոբյանի օրը։ Ես քեզ կգցեմ Արշակ Հակոբյանի օրը, եթե դու չկթար այդ քրեական գործը, ճակերտավոր չկթար։ Գագո! Այ, տենեմ ես բոյով, բուսաթով, կրակած մազերով մուսկուլնի մարդուն։ Նայեմ ես ասում ես երն է կոտիրուն։ Բիցեպս, տրիցեպս, էտո տենց գծուկ հավքուկ, մե Ապոլոն։ Որ հիմա այս մարդը գնա մտնի Հոլիվուդ, ասպ չեմ, ներողություն, Բոլիվուդ, Հնդկաստան, դունյանը գնա մտնի ընդ ասի ես ուզում եմ նկարվեմ, Բոլիվուդյան կինո ինդուստրիան վարքյանական ես բոյով բուսատով մարդում կվեկալի իանց աստվածներից մեկի շնորհքով են փայփլուն կրեմը կքսի վրա կշինի բող մագդու։ Էլ չեմ ասում, այս մարդը եթե գնա հանգարց մի օր ոդնի Գերմանիայ, ասի ես ուզում եմ նկարահանվեմ ձեր 18+ ֆիլմերում։ Ձեռից ձեռ կտանեն, ձեռից ձեռ հերթ կկայնեն Գագոյիս համար։ Գագո միասա մի հրեղեն կերպար։ Այս մարդուն կղրգեմ ուղիղ ձեր տուն։ Գագոս հաճույքով Իա շոֆերի մայբախով կլի կգա ձեր տուն, ճիշտ է Գագո։ Արդեն ես մարդուն, անենց գիտեմ, որ ասելու չի։ Էլ չեմ ասեմ Գագոն էլ մի հատ հետը նվեր կբերի նվերիկ անունով։ Են էլ վաբշե Ալլա Պուգաչովայա սիրեմ, միլիոն ալի խրոս։ Աբաս։ Իմ աստվածն արև, վաղը, ես դրա մասին տեղեկ, իմ պաստաբանը, կապնվի իմ հետ ասի, որ քրեական գործը կթել եմ։ Նույս եմ կրկնեմ, իմ կարծիքով 1000 հատ արգիշ տնի, քո ընտանիքը, քո կնիկը չպիտի տենա փառահեղ Գագոյի մարմնի կառուցվածքը։ Պրիտոմ միլիմետր հեռավորությունից, նույնը վերաբերում է քեզ Անդոյ։ Սասունը իմունիտետ ունի, Սասունը ենքան առուչկա ծծե, որ հիմա Գագոյի եղածը տամ Սասունի բենի մեջ, Գագոն կմնա առանց սեռական օրգան, չի ունենա օրգան, կպոյք է կտանի, Գագոնը չի իմանա ոնց, բայց Գագոյի պիթոնը ընձի պետք է, պիտի գա ձեր տուն։ Պայմանավորվան կապաս։ Կարաս գնաս։ Նորից հայտարարեմ, որ Երևանի ավականու անդամներ Վահան Ավագյանը եւ Վահե Եսայանը դադարեցրել են իրենց անդամակցությունը հանրային ձայն կուսակցությանը։ Այսինքն հանրային ձայն կուսակցությունը Երևանի ավականիում այլևս չունի ոչ մի ավականի։ Մի մանդատ մնում է Արտակ Գալստյանի մոտ, մի մանդատ մնում է Տիգրան Ուլիխանյանի մոտ, ով եւս ոչ մի առնչություն չունի այլևս
Հանրային ձայն կուսակցության կամ Արտակ Գալստյանի հետ։ Սա եւս լրացուցիչ տեղեկատվություն մեր հասարակության համար, իսկ Անուշ Խուդավերձյանը վաղուց էր հայտարարել, որ ինքը այլևս չի ընդունում ոչ Արտակ, ոչ հանրային ձայն։ Ուզում եմ ասեմ, որ ֆրակցիայի անունը փոխել ցավոք սրտի չի լինի, ֆրակցիան ինչպես ձևավորվել է, այնպես էլ կմնա, այսինքն ֆրակցիայի անունը կմնա հանրային ձայն, բայց այդ մարդիկ ոչ մի առնչություն չեն ունենա իրենց հայտարարությունների հիման վրա հանրային ձայն կուսակցության հետ։ Ես բոլոր ավականիներին, այդ 5 հոգուն, ուզում եմ ասեմ շնորհակալություն ճիշտ ընտրություն կայացնելու համար։ Ես երբեք ճնշում չեմ գործադրել որևիցե մեկի վրա, որևիցե մեկին չեմ ասել ես ձեզ միլիցիա կտամ, անգամ շատ ժամանակ զանգերին էլ չեմ պատասխանել այս փուլում, ասելով թող այս մարդիկ կողմնորոշվեն։ Մենք կշարունակենք մեր աշխատանքը Երևանի ավականու հետ միասին։ Ես հանրային ձայնի բառի փոխարեն կօգտագործեմ հանրային դատ բառը, որը օրինական ուժ չունի, բայց ուրիշ ճար չունեմ, որովհետև չեմ ուզում այդ բառը արտաբերեմ, եւ անպայման մոտակա նիստի ժամանակ ֆրակցիան խնդիր կդնի Տարոն Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի անվանափոխության Վազգեն Սարգսյանի անունով։ Իսկ ինչ վերաբերվում է դպրոցի տնօրենի հարցին, որ Տարոնի քուրնա, դա արդեն պիտի անի Ժաննա Անդրեասյանը, որ նշանակել է այդ դուշ սիրողը Տարոնի քվորը, որն ասում է քրեական գործով, միլիոնավոր դոլարնիով դպրոցի տնօրեն։ Դեմից կփորձենք փոխել դպրոցի անունը։ Շատ հետաքրքիր է տեսնել ովքեր են քվեարկելու դեմ կամ կողմ։ Սա այդպես, ուզում եմ ասեմ, որ իմ գրքի վաճառքը շարունակվում է, ուրեմն խորհուրդ կտամ գիրքը ձեռք բերել Հայաստանից նոր հետո եթե առաքել արտասահման, որովհետև առաքման ծախսերը իրոք թանկ են, հայպոստը իրոք թանկացրել է, ես չեմ հասկանում ինչով է դա պայմանավորված։ Ավելի էժան է ձեռք բերել տեղում Հայաստանում։ Գիրքը հասանել է բոլոր աշխարհամասերի համար, բոլոր երկրների համար, հեռախոսահամարն ամեն ինչ տեղադրված է իմ այս Facebook-յան էջի վրա, մի քիչ ներքև ուրիշնեք են տեղադրված է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանցից, ովքեր արդեն ընթերցել էին եւ ինձ գրում էին, որ տպավորված են, հիացած են, հուզված են, երբեք չեն պատկերացրել, որ նման բան կարող է մեջը գրված լինի։ Ուզում եմ շեշտել, որ ամեն ինչ այնտեղ հիմնավոր է, փառք Աստծո կենդանի մարդկանցով։ Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ դուք կուսակցության անդամ կարող եք դառնալ արդեն փետրվարի 1-ից, երբ որ կբացվի օֆիսը Երևանի կենտրոնում։ Ես կհայտարարեմ հասցեն, դուք անձը հաստատող փաստաթղթով կարող եք այցելել, դիմումները լրացնել եւ անդամագրվել դառնալով դուք կուսակցության անդամ։ Այսօր այսքանը եւ ամենանհավանականությամբ այս վաղը առավոտյան ժամ 10-ին մենք ձեզ հետ կհանդիպենք Երևանն է խոսում ծրագրով, որովհետեւ բավականին հարուստ տեղեկատվություն է հավաքվել եւ մենք վաղը ձեր հետ առավոտյան ժամը 10-ից նորից կլինենք այս տաղավարում ուղիղ եթերում Երևան է խոսում ծրագրով։ Այս պայմանությամբ այսքանը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։